Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս սիրելի ժողովուրդ, այսօր նոյեմբերի 8-ն է, օրը ուրբաթ եւ այս շաբաթվա մեր եւ ձեր վերջին հանդիպումն է։ Մի մասը կասեմ վերջապես մեր գլուխները կխախանդի, հանգիստ կգնանք մեր գործերով, ինչպես ասում է Հովանես Դավթյանը նոր տեսային ուղարկեցին ստենդափի ինչ-որ միջոցառում ա եղել, դոգից վախեցողները մեր գոնե գլուխները խախանդ կեցան իրենց ինչ են ասում դրան հանգիստը անցկացնելուն։ Բայց դա տևում է ընդամենը 2 օր եւ ոչ մեկ չի կարող ասել մարդես, մեկ էլ տեսա շաբաթ կիրակյորով խելառավ ու մտավ։ Մեր մշտական անդամները իրենց տեղերում են պարոն Աբազյան, Անդոյ, Մալչիկ պա իմինի Սասուն, դիվանագիտական անձնագիր կրող Վահե Ղազարյան եւ ոստիկանապետ ընկեր Արաման, գիտությամբ չփալատակող Աննա Վարդապետյանն, ուրին տեղակալ տհաճ մարդու հետ, անհայտ սպերմատոզոիդների ձևավորված Արգիշ Քարամյանը, որ մինչև օրս մենք չենք կարողանում պարզել լավ ով է այս մարդու հայրը, մեկ հայր ունի, մեկ հայր չունի, միգուցե Սուրբ Հոգին է, եւ իհարկե հաղորդման անբաժանելի բեքգրաունդ, անբաժանելի մասնիկ, այն որ ասում աշխատակազմի մշտական անդամներ Ռուզիկ եւ Քրիստիկ։ Ռուզիկը եւ Քրիստիկը գիտեք ուղեկցում են մեզ հաղորդման ստեղծման առաջին իսկ օրվանից, ինձ թվում է որ վաղը մյուսօր եթե գնացին թոշակի, Ռուզիկ եւ Քրիստիկը պիտի ստանան բարձր թոշակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Խնդրում եմ վեր կացեք, բացեք դռնակը եւ ներս հրավիրեք այսօրվա մեր հյուրերին։ Լսրապրարեխով յուբկեն ֆոշ Էսիմոլո բացեժա գրգրաճեխ հլը մեխատ մի րոպե դուրում է բաց, հլը կաբլուգների բարձություն, սուրություն, էտա կոշիկի վրի, էտա այս կոշիկն, որտից ես արը, աղջի, ախր լրիվ, բարձր ճաշակիտեր անձնավորություն, սես մարդում խոշորացուցով մանգաս չես կտնի, չկա, ատենց մարդ չկա, հրաշկ, համազանվի ապերախտ, բացեք տուրը, ներս ենք հրավիրում, Հայաստանի Հանրապետության բոլոր միկրո բիզնեսների ներկայացուցիչներին, մանր բիզնես, ժողովրդական լեզվով ասած, սաղին, թոգան էսար մեծ ստադիոն ենք վեգալը, մեր բանը կաբինետի հետևը ցելի ստադիոն է, թոգան լծվեն։ Միջին բիզնես, դրանք է թոգան լծվեն։ Ինչպես նաև մեր ազգաբնակչությունը, որոնց որ վերաբերում է այս եթերը։ Մեղրի մաքսատուն, ինչպես նաև բոլոր մաքսատան պետերը Ռուստամ Բադասյան մանկաբույծի գլխավորությամբ։ Անցեք։ Իմ սիրտը խառնում է ես նրանց տենում եմ։ Չգիտեմ, ցերուկալ կա որևիցե մեկի մոտ։ Ցերուկալը սիրտ խառնելու համար է, որ խմես սիրտը չխառնի, անգրագետ։ Երևանի քաղաքապետարան, իհարկե, Սիսի Բոզի ստղեն, իասախ ղախպի տղա սաստավով, շավո, մավո եւ այլն, եկեք, Բոզի տղեկ, եկեք։ Так. Սա բանը զինվորական դատախազություն, Էլիզբեկյան, անցի։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ եւ բոլոր բանկերը միասին վերցրած։ Իմիջալոց դոկուսակցությունը այսօր բացել է հաշվի համար հայաստանյան մի շարք բանկերում։ Քանի կար մեկը չէր բացում, հիմա սաղ են բացում։ Так. Սա հայտարարությունը կնը ոստիկանությունը ստեղա։ Եվրոպամետ Բոզի տղեկ, Վազգենի քուր, Շիրինյան, Խզմալյան եւ նմանատիպ այլ գարլախներ, անցեք։ Նոա ֆուտբոլային ակումբ, դուք, Վարդկես Վարդանյան, մի րոպե, Ատեղ Պորտուգալը բանը դրանց
գլխավոր մարզիչը բանը պորտուգալացիա չէ։ Սիրում են իրանք պորտուգալեր բանը դու ասա պորտուգալացիներ եւ այլն։ Մի րոպե։ Էսի սենց բանով չի լինի։ Կայնեք։ Այդ բանը ֆուտբոլները այդ թո սպասեն դրան հետևում։ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիա, Արմեն Մելիքբեկյան, Բոզիս տղա, Օգնեյ Չանչարենիչ, Սերգեյ Մուրազյան, բմբուլներով, Հովանես Համբարձումյան, Ալեքսանդր Միլկովիչ, Գոնսալես Սիլվա, Գուստավո Սանգարե, Գորմանվելյան, Վորջը շիգոր, վորը, բմբուլով վորը, Էլդեր Ֆերեյրա, Նատալիա Ֆերեյրա, բմբուլով, Էրալ Շինարի, Գոնսալո Գրեգորիո, Հայաստանի Հանրապետության բոլոր ֆանթմերը, միան մենակ տրուսիկներով, սաղ ուրիշ չլի հակները, մենակ տրուսիկներով, Վարդգես Վարդանյան Բոզիս տղա, թելով տրուսիկով, թելով էտ տրուսիկը հան, թելով տրուսիկ հակի, բորրիկի ծնունդ, ու իմա թելով տրուսիկով, որ թելի տրուսիկը որի ծակով էտ հան, մենակ որով, ժխշելով առաջացի խախպի ծնունդ, Չտսրեք, որի վայ Ղազրամյան չտսրա որին, նստեք, շարունակությունը հետո, տոտոյի Վարդգես և ալն դուք էլ անցեքներ, ես ձեր տուն ու տեղը չծծցնեմ այսօր, ես ինչ համարեմ այսօր տեղ, Աչապնյակի թաղապետ նախկին Կամսար Բարինյաներ իշխարը գլող էր, այդ տատանց շախմբանը կլեչատնի կաստումով, անցի նստի կլեչատնի գյոտ, Так, Աչապնյակի շրջանի պաշտոնյա Վարդան Խալացյան, մականունը պել է, ուր այդ բոզի տղեն, ասեմ, ռակա, պետությունը թալանեց ընկավ ռակ, դու ռակ ես սատկելու անցի նստի, Գևոք Նալբանդյան խախպիս տղեն, դու էլ անցի նստի, են որ շվեդա, մեկ հայա, մեկ պոր, ես սաղ ֆուտբոլային թիմը նավարի ծծնելու յար, ճանապարհային դեպարտամենտ, Համեցեք գանդոններ, Գյումրի ավականիներ, անկախ նրանից ԿՊՄՊ ով կա չկա և ապագա ընտրություններին մասնակցողներ, Անիվ, նորից Անիվ, որ ասում վся семья սբոր է մնացած արդեն ըստ պաշտոնների էստեղ են, միանգամից անցնենք, այսպես ասած, թեմաներին, Ուրեմն Աշկովս ընկավ տելեգրամյան կանալ Դ Գեոպոլիտիկ տելեգրամ կանալը, որը տարածել է հաղորդագրություն, ուզում եմ կարդալ և անցնել առաջ, դուրը կողպեք, որպիսի երբ որ սկսվի, այսպես ասած, Սոդոմ Գոմորը, ոչ մեկ չկարողանա դուրս փախնի, քրիստիկ դուրը կողպի բարանի կուլտուր Ուրեմն ինձ ուղարկել են մի շատ հետաքրքիր հայտարարություն, որը դրել է ուր այս տելեգրամյան կանալը, կտրեմ, Գեոպոլիտիկա տելեգրամ կանալը տարածել է հաղորդում, Գեոպոլիտիկան վաղը կիրականացնի սորց հարցում առավոտյան Հարթակում կտեղադրվի անանուն հարցում, թե որ ուժին իրենց ձայնը կտան քաղաքացիները, եթե այս կիրակի տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, հարցում ադնում թոդնի, առանձնահատուկ կերպով հորդորում ենք, որ քաղաքական ուժերը տվյալ հարցումը չտեղադրեն, forward չանեն իրենց հարթակներում, վերաբերվում է ինձ, որպեսզի մենք կարողանանք իրապես օբյեկտիվ պատկեր ստանալ, հիմարություն, Եթե նկատենք, որ հարցումը տարածել է քաղաքական ուժերից որևէ մեկին պատկանող հարթակում, հարցումը կդադարեցվի։ Հարցումը հարթակում կտեղադրվի վաղը, առավոտյան ժամը 0:00-ին,
24 ժամ որևէ այլ նյութ ալիքում չի տեղադրվի։ Կիրակի առավոտյան 08:00-ին կամփոփվեն արդյունքները։ Կոչ ենք անում ամենաակտիվ ձևով մասնակցել հարցմանը։ Ես էլ եմ կոչ անում, թող քաղաքացիները գեոպոլիտիկ տելեգրամյան կանալին ակտիվ մասնակցեն հարցմանը, բայց ես մի բան չեմ հասկանում, ընկեր գեոպոլիտիկ։ Դուք ընդհակառակը պետք է շահագրգռված լինեք, որ ձեր տեղադրված հարցումը ինքը մաքսիմալ տարածվի։ Հիմա դա կվեկալի բանը ԿՊԱ-ականները, Նիկոլականները, Սերժականները, Ռոբականները, ով ուզում ալնի, ինքը պիտի տարածվի։ Այնպես արեք հարցումը, որ այնտեղ մարդը կարողանա քվեարկել մեկ անգամ, ոչ ավել, ոնց որ մենք ենք տեղադրում մեր Telegram կանալներում, մարդիկ քվեարկում են մեկ անգամ եւ ոչ ավել, նույնը պիտի լինի ձեր մոտ։ Դե չէ հիմա վեկալան կիսվան, հիմա ես ձեր Telegram-յան ալիքի մասին չգիտեի, ես եւ 100,000-ավոր քաղաքացիներ, հակառակ դեպքում ձեր մոտ չլինի 12,400 պատպիսչիկ։ Եվ հիմնվել են քիչ քանակի վրա, մենք չգիտենք, քանիսն է ձեր մոտից ապրում արտասահմանում, քանիսն է ապրում Ռուսաստանում, քանիսը չգիտեմ որտեղ, եւ դա վեկալել ձեր անձնական իրավունքն է, վեկալեք տեղադրեք, ինչ ուզում եք արեք դուք ձեր Telegram կանալը, բայց այն որ նամյոկ էլ տվել են Վարդան Ղուկասյանին, որ եթե մեկը վեկալի կիսվի իր մոտ, մենք հարցում ենք, անոնց կդադարեցնենք։ Հարց չկա, մենք չենք բանանի կիսվի, բայց ամենասխալ հարցման ձևերից մեկն է, որ ասում են թող չտարածվի։ Ընդհակառակը հարցում ես անում, պիտի տարածվի, ինչքան հնարավոր շատ, այլ ոչ թե չտարածվի։ Այն որ ասում է, եթե ձեր ոռը քակոտ չի, ինչից եք վախում։ Դու վախում ես։ Ես մարդը չի վախում։ Բայց ես վախում եմ։ Ճանապարհային դեպարտամենտը հայտարարություն է տարածել նոր հաճնի կամրջի հետ կապված։ Ու այնտեղ նկատեցի, որ բանը ժողովրդից մեկը նման բան է գրել, ու տակն է գրել է դոգի համարը ով ունի։ Դոգը արդեն գիտի դրա մասին, դոգը տեղյակ է, ուրեմն ճանապարհային դեպարտամենտը որոշել էր վերակառուցել, վերանորոգել նոր հաճնի կամուրջը, բայց շինմատերիալ չունի։ Աննա Վարդապետյան, հակակոռուպցիոն կոմիտե։ Ես չգիտեմ, հələ չեմ հասցրել խորանալ ժամանակի ցանրաբեռնվածության հետ կապված, ով է նոր հաճնի կամրջի կապալառուն։ Եթե ինքը ստանձնել է, որ ինքը պիտի կամուրջը վերանորոգի, բայց շինմատերիալ չունի։ Տենդերը վեգալել է, հիմա ասում է սպասեք, մինչև գնանք շինմատերիալ առնենք, բերենք, նոր կամուրջը վերանորոգենք։ Ով է սրան տենդեր տվել։ Տենդերը տալիս են կազմակերպությանը, ով որ շինմատերիալ ունի հստակ ժամկետ, ով ժամ պատարակ, երբ է սկսում, երբ է ավարտում։ Ճիշտ է։ Ճիշտ է, բայց էսի չէ։ Մենք իհարկե կպարզենք ով է կապալառուն ու ընդեղ էլ ես չգիտեմ, սա որքան ով է ճիշտ, նշել են 2025 թվականի հունիսից շուտ կամուրջի վերանորոգման աշխատանքները չեն սկսվելու։ Այստեղ ես կարմիրով մի րոպե վերցնեմ իմ մոտ, որպեսզի եթե մի հատ մենք ճարենք, թե ով է այս նոր հաճնի կապալառուն։ Կփորձենք կապնվել կապալառուի հետ, ու դրանք որ այդ ոռը չուներ, ինչի է մտե դաշտ։ Ուրեմն Աջափնյակի թաղապետը եկավ, գրփեց, չրփեց, ծսրեց, ընթացքում երկու հատ բիսեդկա բացեց, վերանորոգեց, չբացեց։ Ներկայացիկն էլ եկավ թաղապետ հալով բիսեդկի բանը բացմանը մասնակցեց, ելավ գնաց։ Ինչ արեց, ինչ չարեց, ոնց արեց, խի գրփեց, խի թալանեց, ես չգիտեմ։ Այսինքն ով թալանում հլը մեծում, ով թալանում հլը մեծում։ Ուրեմն Աջափնյակի շրջանի մի պաշտոնյայի մենք անդրադարձել էինք Վարդան Խալացյան սրանից մի քանի օր առաջ, որ մարդը 1 միլիոն դրամ, 1 ու քանի միլիոն դրամով առել էր հող, մի տարի հետո 85 միլիոն դրամով ծախել էր։ Հակակոռուպցիոն կոմիտե դու սրա հետևից գնացիր, իսկ ինչու ոչ։ Ես ուզում եմ հասկանամ, որ նախ միլիոնով առումա 86-ով ծախմա, 5-ով չէ 6-ով, այն 5-ը դնեմ աջեբը, դրան գումարած իա այդ տարեկան, ինչ են ասում դրա մեջ, դեկլարացիայի մեջ էլ չի արտացոլվում այս մարդի եկամուտը, անն դրեն իզ մի 1000 հոգի մարդ եկալ է գրել, ասում են Ռակով հիվանդա, հետո, Ռակով հիվանդա, հետո, առողջություն ենք մաղթում Վարդան Խալացյան Գանդոնին, բայց եթե մարդը պետությունից
հողը առե խլե գողաց է, հետո 86 անգամ թանկ ծախելա, դրա հետ կապված Սասուն Խաչատրյանի բոզի տղա հիմնարկը պիտի գնա, թե չէ, Սասուն Խաչատրյան։ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի չինովնիկ իագործով չի զբաղվում, սկսած Նիկոլ Փաշինյան բոզի տղուց։ Ղախպի տղեն, որ երկիր գնում է, ուր գնում է, ինչ նշանակություն չունի, ինչ այցով է գնում, խի է գնում, ինչի համար է գնում, ագարկակածը հետևից գցած, բջերը հետևից գցած, հլմեթը փոխանա գործով զբաղվի, այնով զբաղվի, չգիտեմ, հանդիպում, ինչ անում, ինչ քաքսաուտում, վազում հեծանիվը բան վեկալնումա, սկսում այլ գնացե Բուդապեշտի Դունայ գետի ափին բանակշն։ Հեծանիվս, այդ Դունայ գետի մեջ սաղ նավարիտ ծասցնի ամբողջ Յուգոսլավիան, պլուս Վենգրիան, բոզի տղա, դու վարչապետ ես, թե վելասիպեդիստ, բնական ասես պիտի լի, որ ոչ մի ուժային կառուցել իատեղում չի, թուղ տնեմ ես, բտիկը տնեմ ես, թամասին տնեմ ես, ամեն ինչ ծամըմ տնեմ ես բերանների մեջ, ասում ես բոզի տղեք գնացեք բռնեք, արդյունքում ծրո, մինչև այսօր ոչ մեկ չի գնացես Գանդոնի հետևից։ Մեկ այլ Գանդոն, Գևորգ Նալբանդյան, շվեդ բոզի տղա, ով ինչացու ոչ մի նկար չկա, աբսոլյուտ Սուլթան Սուլեյման, Հյուրեմ Սուլթան, Վան Գոգ, Բանգոգ, բանը հին Հռոմի Ցեզար, Մեզար, Կեսար, Մեսար, Ավգուստ, Մավգուստ, չգիտեմ Կարոլևա Վիկտոր, սաղի նկարները կարելի է ճարել, բոլորի, ինչ, դաժե Ալեքսանդր Մակեդոնացու դեմքը հանրությանը հայտնի է, ինչպիսին ա եղել մոտավոր Ալեքսանդր Մակեդոնացին։ Գևորգ Նալբանդյան, Շվեդիայի քաղաքացի, Հայաստանի քաղաքացի, սեփական Բոինգը Պարսկաստան թռցրած բոզի տղա, հետո ասին վայ Բոինգը գողացան, եւ այլն, թե ոնց կարելի է Բոինգ գողանալ այրոպորտից ես չգիտեմ, եւ այլն, ու էնել տաջիկ լոջիկները, հայկական Բոինգը հիշում եք, որ թռցրին Պարսկաստան, Ամերիկան հանեց խեռը թափ տվեց, այդ Բոինգը նորից վեգալան բերին հետ։ Եվ այլն, այս մարդու վերաբեր նկար չես կարող ճարել, սաղ համացած, սոնցած, խերիսցած, վրցնում ես չկա։ Մի հատ նկար չկա, որ հենց մի հատ մարդ tenας Գևորգ Նալբանդյան ու ագարկա կնիկը ով են։ Հնարավոր չի, ձև չի։ Ու այս մարդը նաև որ հանդիսանում է, չգիտեմ, այնտեղ վարկային կազմակերպության սեփականատեր, սիգարետները արտահանը մաքսազեր ճանապարհով են բաբո բոզի տղու հետ միասին, ամար ռեստորան, լատինատար գրած, ասենք լեզվի տեստություն, քաղաքապետարան, մեր մայրենի լեզուն հայերենն է, մարդը վեկարել է իր ռեստորանի վրա, գրել է ամար, անգլերեն, Անգլիայի թագուհին, քեզ ծծցնի, ամար օրով, Բեկինգեմյան դարպասի տակ, բոզի տղա, ընգեր բաբո, ոչ գնացին, ոչ վեկալան, ոչ ամարը ջնջին, գրին հայերեն, ամար, տակը անգլերենա, ոչ, հիմա եթե մեկ ուրիշը սենց բան արածանել, ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հելել էր միկրոֆոնի վրա, միկրոֆոնը ծծել էր, բա տեսեք, հանրապետական, այսինքն աճացրած բոզից տղա Նիկոլ էլի, իսկ հիմա խնդրեմ, ոչ մի ձեր, իսկ ես Գևորգ Նալբանդյանը փաստորեն, ինչա հետաքրքիր, հանդիսանում է նաև ուշադրություն, Ամերիաբանկի շենքը կա, մի հատ մեծ սիրուն շենք, Ամերիաբանկը 14,000 քառակուսի մետր է, Ամերիաբանկի շենքի սեփականատերն է, 100%-անոց սեփականատեր է, վարձով էլ տվել է Ամերիաբանկին, բայց այս ամեն ինչով, իր բիզնեսներով, վարկային կազմակերպությամբ, այդ սիգարետի արտահանումով, որը բնականաբար մաքսան ենք ճանապարհով մեծ մասը, Ամերիաբանկով եւ այլ, այս մարդը Հայաստանի Հանրապետության հարկատուների ցուցակով գնում է որպես վնասով աշխատող բոզի տղա։ GN եւ Highways կոմպանիաները, սպաները աշխատում են վնասով, հետևաբար չի վճարում նաև եկամտահարկը, շահութարկը, ինչ կռը գլոխա, դա չի վճարում։ Ով ոնց կարա թալանում ու բռնաբարում ու թալանումը իտոգում, տեսեք, խոշոր գործարար է, խոշոր, ավիակամպանիա, սիգարետնի, վարկային կազմակերպություն, Ամերիաբանկ, ծսնմո, այդ շենքն իրանա ուտեցելի լիքը կապիտալ,
Պեկը չի գնամ, դուրը չի ծեցեմ, չասեմ, այս սիգարետները ոնց ես արտանում, բորնիկի տղա, բաբո, աղբի տղու հետ միասին, այս ինչա, դու ոնց կարող ես շենքը վարձով տալ և աշխատել վնասով, տես բա ոնց ալնեմ, բացարձակապես փոխարենը, սիրելի մանր բիզնես, միկրո բիզնեսի ներկայացուցիչներ, 2025 թվականի հունվարի 1-ից սկսելու են բռնաբարել ձեզ։ Այսինքն, այն ինչ որ չեն կարողանում ստանալ խոշորներից, ուրեմն, այսինքն ստանում են, բայց կողմ են իրանց կնգադլում, ուրեմն պետք է քամել, խեղտել, բռնաբարել մանր և միջին բիզնեսը։ Առաջ ոնց էր, մինչև այսինքն հիմա, մինչև 2025 թվականի հունվարը, մինչև 24 միլիոն դրամ շրջանառություն ունեցողները հարկ չէին վճարում 5000 դրամ եկամտահարկ, 5000 դրամ սոց բանը իրանք համար սոց վճար, անգամ իրենց աշխատողների փողը չէին տալը, այսինքն այսպես ասած սոց վճարը, բայց այս ամենը թքելու է շատ շուտով ասոյի փայտիկին, դուք սկսելու եք լայնամասշտաբ հարկվել, լայնամասշտաբ։ Ես իմ նախընտրական ծրագրում վերցրել գրել եմ ճիշտ հակառակը։ Եթե ստեղ գրած էր մինչև այս պայդորությամբ միկրոբիզնես մինչև 24 միլիոն դրամը չի համարվելու է մանր բիզնես, Վարդան Ղուկասյանի օրոք մինչև 25 միլիոն դրամն է համարվելու միկրոբիզնես և չի հարկվելու։ Իմ նախընտրական ծրագրում, բացի ձեր սոց վճարից և ևս մի հատ 5000 դրամ կա, ոչ դրա հետ կապված ուրիշ ոչ մի վճար։ Իսկ միջին բիզնեսի համար, ովքեր որ միջին բիզնես կբացեն 2026 թվականին ազգային ժողովի ընտրություններից հետո եւ Վարդան Ղուկասյանը կդառնա վարչապետ, դեմի 6 ամիսը միջին բիզնեսը հարկման ենթակա չի լինելու, որպեսզի միջին բիզնեսը ոտքի կանգնի, նոր դրանից հետո բացի սոց վճարից ուրիշ բան ես իրանից չեմ պահանջելու, այսինքն պետությունը 2026 թվականին դա կլինի իմ նվերը ձեզ, այսինքն դուք պետք է այնպես անեք, որ այդպես լինի, ընկեր մանր եւ միջին բիզնեսով զբաղվողներ, որովհետեւ ձեզ խեղդում են, ձեզ բռնաբարում են, ձեզ ոչնչացնում են։ Եվ ձեր ձեռքն լինելու ձեր բիզնեսի հետակա ճակատագիր 2025 թվականից դուք թքում եք ասոյի փայտիկին։ Թքում են կենտրոնի բնակիչները 70%, եթե չեմ սխալվում, գույքահարկ, պիտի բարձրանա նաև մյուսների համար 50%-ով գույքահարկը, այս մարդիկ արտաքին պարտքը ավելացնելով, դրսից փողեր լափելով, ներսի փողերը լափելով, այս կոռուպցիոն սխեմաներով լափելով, այդպես էլ նախկիններից որևիցե մեկի գույքը չպետականացնելով, այլ ընդամենը լափելով, լափելու միջոց չի մնաց, հիմա էլ ինչ անեն, ոնց պետություն պահեն, անցել են գույքահարկի թանկացմանը 25 թվականից 70%-ով։ Սիրելի կենտրոնի բնակիչներ, դուք ցանկանում եք, որպեսզի ձեր գույքահարկը չբարձրանա։ Դուք ցանկանում եք, որ ձեր գույքահարկը մնա այն, ինչ որ կա հիմա։ Ձեր փրկությունը Վարդան Ղուկասյան։ Երևանի կամ մյուսների բնակիչներ, դուք ցանկանում եք, որ ձեր գույքահարկը 50%-ով չբարձրանա, մնա նույնը, ինչ որ հիմա կա։ Ուրեմն 2026 թվականի ընտրությունների կամ չգիտեմ արտահերթ ընտրությունների ժամանակ ձեր ձայնը պետք է տաք ինձ, դոկ կուսակցությանը, միկրոբիզնես, դու ցանկանում ես, որպեսզի այս հիմիկվա գործող օրենքը էլ ավելի բարելավված մնա, եթե ստե 24 միլիոն դրամը, ես ասում եմ մինչև 25 միլիոն, դաժե կարող է ավել էլ դնեմ, դուք չեք վճարելու ոչ մի հակ, մնալու եք որպես միկրոբիզնես, միջին բիզնես, դու ցանկանում ես, որ 6 ամիս, այդպես բան չկա, այդպես բան չի եղել ոչ ներկաների ժամանակ, ոչ նախկիների ժամանակ, ով ստեղծում է միջին բիզնես, 6 ամիս հարկայինը իա դուրը բացարձակապես չի ծեծելու։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանի Հանրապետությունում գա ներդրում, Հայաստանի այն հայերը, որոնք որ դրսերում են, բերեն 6 ամիս, իա հարկայինը բան չասեմ, աղբեր, արի, բեդի, բարգավաճի, 6 ամիս հետո գալու են դուրը ծեծեն, ասեն երկպաջան, դուք արդեն հարկատու եք։ Նման մոտեցում ուզում եք, ընկեր բիզնեսմեններ, գնալ Աննա Բոլենի Լիպչիկի արանքը 1 միլիոն դրամով լուծելը մտցնելով դուք չեք դառնում, ինչ են ասում դրան, հաջողակ տղամարդ, դուք դառնում եք բոզի տղամարդ, ոչ թե հաջողակ։
Եվ այն ինչ որ այսօր տեղի է ունենում բիզնեսմենների, առևտրով զբաղվողների, այդ մարդկանց նկատմամբ նամանավանդ ինչա սպասվում 25 թվականից հունվարի 1-ից, սա կոչվում է բռնաբարություն, սա կոչվում է տնտեսության հերը անիծել, այլ բան ես չեմ կարող ասել այստեղ, այլ բան, իսկ այս խոշոր բոզի տղեկը ինչպիսին են Այս ուր է խաղպի տղեր Գևորգ Նալբանդյաններ եւ Գևորգ Նալբանդյանը նմաններ մենք հեսա բանելով կգնան այսրանք բարգավաճելու իրենք աշխատում են վնասով վերջացավ շահութայք չկա ոչ մի բան չկա պետությունը շարունակում է սրանց ավրա հանցագործությունների վրա աշխատել փոխարենը բռնաբարել միջին եւ մանր բիզնեսը նույնքեւ ես իմ նախորդ հաղորդման ժամանակ խոսեցի ասեցի որ Են կանայք, են տղամարդիկ, ովքեր որ գնում են Թուրքիայից էին ապրանք բերում, իրենց գոյությունը պահում, Պարսկաստանից էին ապրանք բերում, իրենց գոյությունը պահում, այսօր դրանց վինտիլներն էրա փակվել է։ Մինչև 25 կիլոգրամ թույլատրվում էր բերել եւ չհարկվել։ Փակին, վերջ, գնաց, իդի նախույ, մինչև 10 կիլոգրամ։ Իմ նախընտրական ծրագրում ես գրել եմ մինչև 30 կիլոգրամ, շաբաթը 1 Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարա գնա Թուրքիա գնա, Պարսկաստանա գնա, Դուբայա գնա, ուր ուզում է թույտա։ Շաբաթը մեկ մարդը կարա գնա ֆրա, բողջ են խփի վրան գա, հարկման ենթակա չի։ Հարկման ենթակա չի, որովհետև մենք պետք է երկիր ոտի կանգնացնենք։ Մենք պիտի թույլ տանք, որ այդ ցածր ժողովուրդը այդ միկրոբիզնեսով զբաղվող իրենց գոյությունը ապահովեն, որովհետև մենք չունենք աշխատատեղ։ Մենք չենք կարողանում տրամադրել աշխատատեղ։ Չկա դրսից ներդրող չկա, ոչ մեկ չի ուզում այս բոզի տղեկի հետ գործ բռնի։ Մինչև 30 կիլոգրամ այդ ավտոբուսով գնացող եկող կնանիկ ձեզ եմ ասում։ Ընտրում եք Վարդան Ղուկասյան, մինչև 30 կիլոգրամ գնացեք, բերեք, տարեք, ինչ ուզում եք արեք։ Շաբաթը մեկ անգամ գնացեք եկեք։ Նույնն էլ վերաբերում է այն iPhone, էլեկտրոտեխնիկա բերողներին Դուբայից։ Այսօր հենց թոմեկը գնա Դուբայից հեռախոս բերի։ Այրոպորտում հեռախոսը մտցնում են քամակը։ Մարդը գնացել է Դուբայ մի հատ հեռախոսա բերել, էս իա սեփականը, էս մեկն էլ առել է։ Ասում է չէ, պիտի հարկվես։ Արա մի հատ հեռախոսա բերե, ինչի հարկվի։ Կարող է բերեմ մորը, հորը, երեխուն, աղբորը, ոչ պիտի հարկվի։ Այն դեպքում, երբ որ կրուպնամասշտաբնի երկիր մտցնող Այդ էլեկտրոտեխնիկա կլնի, վառելիք կլնի, ես իմ ինչ կլնի, չի հարկվում բացարձակապես։ Մեղրի մաքսատունը, խնդրում եմ հեսա կդնեմ տելեգրամ կանալ, մեղրի մաքսատան տարածքում կանեստերներով բենզինա որ դրած է, կես կանեստերի 1/4, 1/50, մարդը անցել է մեղրի բնակիչը, գնում է մեղրի զապրավկայի անում մեքենան, մի երկու հատ կանեստեր լցում է դնում է ավտոն հետ է գալի, նույնը անում էին Բանը Կալինինգրադի ժողովուրդը լեհերը գալիս էին Կալինինգրադ բենզին էին լցում Մամոնովո հետ էին էթը մինչև էս Ուկրաինայի պատերազմը Կալինինգրադի ժողովուրդն էլ գնում էին Վարշավա, ասիկա Լեհաստան անցնում էին Կալբաս, Մալբաս, Սասսկի, Մասսկի առում հետ էին գալի պատերազմը սկսավ էլ կակ մեջ Ինչ եք դուք արգելում մեղրի բնակչին, որտեղ որ ապրում է մեղրում եւ վառելիքը թանկ է, մարդը անցնի Պարսկաստան զապրավկա անի, մի երկու կանեստր հետ բենզին բերի։ Ոչ, չպիտի բերես։ Այս իսկ ֆլեշի բարձեղ բոզիս տղեն, որը որ նախկինների դրածունա, նախկինների Սերժ Սարգսյանի պորտմաններից մեկն է, որը որ պիտի վաղուց դատված լներ, դնեմ տելեգրամ կանալ, որ հանգարց մի հատ բոզի տղա չասի մուտի տանը, հենա վիդեո, մտեք նայեք։ Կանեստերով մարդկանց ձեռից կանեստերի մեջ 5 լիտր բենզին է, կամ սալար կամ խլել են ձեռից, արգրավել են, չպիտի բերես։ Որովհետև այն բենզակալոնքի բենզինը չի ծախվում։ Դու լցած բոզի տղության աստիճանը նայի։ Ֆլեշի բարձեղի նման պորրիկի ծնունդը ով հարկեր չի վճարը։ Բացարձակապես վնասով աշխատող, բանող, հարկերից խուսափող, թռնող, աչու ձախ իա բանկերը փող են բաժանում վերջում պանիմայցելի մարդիկ չեն վերադարձնում $1 միլիոն Արարատ բանկից վեկալած, մենք ներկայացեցինք, փաստը բերեցինք անցած հաղորդմանը։ Գնացեք կպել են 10 լիտր, 20 լիտր բենզին բերող մարդուն, խեղտամ են կանեստերը ձեռից առել են։ Խո դուք բոզի տղա չեք կարող։ Մարդը գնացել մեքենան զապրավկա արե 20 լիտր էլ կարա հետ բերի վերջ։ Այդպեսին պիտի լինի օրենքը։ Թող գնադելացի գա։ Պարսիկը թող այդ ասեմ այս պրակտիկան, այդ սահմանանցնել դառնալու մինչև 2014-15 թիվը ուկրաինական կոնֆլիկտը ոնց մինչ
սկսվելը, սա Կալինինգրադ էր։ Մարդիկ գնում էին Լեհաստան, բենզինը լեհերը գալում էին Ռուսաստան, բենզին էին լցում Մամոնովո, Բագրատիոնովսկ, ասում զապրավկարում հետ էին դառնում։ Իած հետը տանում էին, թողում էին, տարեք։ Ռուսները գնում են ընդեղից կալբաս Սասենսկի պանի զորը մեզ կողմ էին գալի, ոչ մի խնդիր։ Եվ առևտուրն ազարգանում, եւ գնալ ազարգանում, եւ շփումը։ Այդ բերած 20 լիտր բենզինից կամ պոլնի բակ զապրավկա բենզակալուն թե չի դժվի։ Է բենզինի գինը ցածր դի, թո կոմոտի զապրավկան են բուզի տղա։ Ինչի գերշահույթ ապահով, այդ ինչա։ Մարդիկ նկարը ղրկել են, մտեք տեսեք։ Ակյուսի։ Կամ գնեմ Կալգոտկայա բերեմ տրուսիկա, էթո փերի ծախի, չուլոշնին։ Չէ, չպիտի բերես։ Դու պիտի առես տեղական թանկը։ Անհասկանալի թանկը։ Ումից են ու պրիտոմ լավ գնանք առնենք, գնանք այդ անհասկանալի թանկը առնենք տեղական արտադրողից։ Բայց տեղական արտադրողն էլ մտնում ես հարկայինով նայում ես, աշխատում է վնասով, թե ոչ չգիտես, շահութահարկ չի վճարում, ուրա գնեմ շահութահարկը ամնաբոլենի դլոն։ Այս ամենի, նույն էլ մեղրի բնակիչներին եմ ասում, մեղրի բնակիչներ, Վարդան Ղուկասյանի իշխանության օրոք իրավունք եք ունենալու, գնացեք Պարսկաստան, ինչքան ձեր ավտոյի բագը բենզին լցվում է լցեք, 20 լիտր կանեստորով է թուլ են տալու ձեզ, հիմա 20 կլնի 20, մինչև 40 լիտր աշկեն փակելու, ոչ մեկ ձեզանից բան չի վերցնելու դամը, որ տամոժնու աշխատողը փորձեց ձեր կանեստերով բենզինը արգրավել, նույնովին ազատվելու այդ աշխատանքից, չանողը բոզի տղայա, կտրեք պահեք, էսի կտրեք պահեք, ոնց որ այսօր Նիկոլի բաներն են դնում ու Նիկոլը խայտարակվում վարկաբեկվում, նույնեք ես եմ ասում, գնացեք լցեք բերեք, Սամանամերձ գոտու բնակիչը պիտի ունենա առավելություն, ինչ-որ մի առավելություն պիտի ունենա, որ այդ մարդը թե ապրի, այդ մեղրի բնակիչը հանուն ինչի տեղ, ինչի մնա այդ քաղաքում այդ սարերի, ձորերի, ոչ մի բան չկա, գոնե մարդը կարանա գնան կողմից ձերի բենզին բերի, նու ձերի որն է, էժան, անհամեմատ էժան, էդի համար քյարալին, որ ինքը տայ ապրան, իա պրիվիլեգիան էդի լինի, ոնց որ Կալինինգրադ Մամոնովո, Այդտեղի բնակիչները ունեին պրիվիլեգիա, տված էր միացենց քարտ, մինչև 2014 թիվը, նույնից եմ կրկնում։ Վիզա չէին հանում, այդ քարտով մինչև 50 կիլոմետր կարողանում էին խորանալ Լեհաստանի տարածք։ Գնում էին խանութներ, մանութներ անում, իրանց առևտուրը հետ էին գալի։ Դամել ապրում էին այդտեղ։ Նույնն էլ Լեհաստանի այդ սահմանամերձ գյուղի ժողովուրդը, քաղաքի, իրավունք ունեին ներթափանցելու 50 կիլոմետր մինչև Ռուսաստանի տարածք։ Այդտենց այդ երկու պետությունը, Կալինինգրադская օբլաստ եւ Լեհաստանը, այդ թվում նաեւ Լիտվան էլ բանի կողմից Զելենագրադսկի կողմից նույնն ընդեղ էր։ Կուրսկայա կասայով գալում էին Զելենագրադ, բենզին էին առում, առևտուրին հետ էին էտա։ Երկու պետություններին դա ձեռ էր տալի։ Հիմա համ նրանք են թքե լեհերը, համ ռուսներն են թքե, այս հայրիկանիցած բանը պատերազմի համար։ Նույնն էլ պիտի լինի Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Մեղրի բնակիչը կարող է առանց վիզա 50 կիլոմետր թափանցել Պարսկաստանի տարածք։ 50 կիլոմետրից ավել կբռնեն, թո բռնեն անեն կոկոլալա տուննամբա։ Նույնն էլ Պարսիկը կարա թափանցի մեղրի քաղաք, ի առևտուրանի գնա հետ, եթե ինչ-որ մի բան պետք է։ Համ մեղրին կզարգանա, համ նրանք կզարգանան, ոչ թե դրեք երկու կողմինը ծածցրեք։ Այսինքն պետք է ստեղ ուղղակի պետական մտածելակերպ։ Ես կյանքում բիզնեսով չեմ զբաղվել, հերո եմ եղել առևտրից, բայց ես հասկանում եմ, որ եթե ես ուզում եմ երկիր պահել, եթե ես ուզում եմ իմ բնակիչը թեմանա, չպիտի բռնաբարել սեն, չպիտի բռնաբարել միկրոբիզնեսին։ Ու 2025 թվականից ասել նախույ հարկվում ես այն դեպքում, երբ որ խոշոր բոզից տղեք, հա? Բացարձակապես ոչ մի բան։ Շարունակե։ Սիսի ղախպի տղեն, Երևան փաստ ուրիշ բանով չեք եթեմ առաջ, Երևանի քաղաքապետարան, 644,000 $, Երևանի քաղաքապետարանը տվելա 20 հատ էլեկտրոմոբիլա ձեռք բերել, 644,000 $, էլեկտրոմոբիլ, Երևանի քաղաքապետարան, Աբաս, բոզի տղա, դարի մի ասա հիմա, ասեմ թե չասեմ, դու չես ասում 640 կամ հակակոռուպցիոն բոզի տղա, դու չես ասում 644,000 $,
դոլար դու խես տվել։ Ինչի համար։ Այսինքն ում համար եք առնում այդ ավտոները։ Սաղը Երևանի քաղաքապետարանը սաղ ավտո ունեն անձնական օգտագործման։ Ուրեմն ես իմ նախընտրական ծրագրում գրել եմ։ Երևանի քաղաքապետարանը ունենալու է ընդամենը 2 կամ 3 ծառայողական մեքենա, վերջ։ Բոլոր մեքենաները պետական եւ սրանից հետո Երևանի քաղաքապետարանին ոչ մի կոպեկ փող մեքենաների համար, 1-2 մեքենա։ Երևան այն էլ կարող է միայն տեխնիկական, ասիկա գրուզավիկները կարող ունենան, վեշ, մեշ, տանող, բերող եւ այլն, հա։ Բայց ծառայողական մեքենա Երևանի քաղաքապետարանը իրավունք չունի ունենալու։ Մի հատ ավտոն ձեզի հերիքա գնացեք ինչու 20 հատ ում համար ես առել։ Ում համար 644-ը դու դրած այսօր տրանսպորտը թանկացնում ես, ասում ես ես չեմ կարամ տրանսպորտի հարց լուծեմ։ Պիտի թանկանա։ Բայց 644,000 դոլար պորնիկի ծնունդը գումարա դուրս գարեմ առնումա 20 հատ էլեկտրոմոբիլ։ Խնդրեմ։ Կոռուպցիան պոզով պոչովալը, թալանը պոզով պոչովալը, իմ ընդդիմադիր էներգո ավականիներին էլ հանեցին քցին դուրս, որ հանգարտ չլնեն ծծցնեն, իրանք չեն ծծցնի, այդ դուս երկուսը կծծցնեն կամ ես կծծցնեմ, ինչ տարբերություն։ Բոզի տղեկ։ Գումարած դրա, ասում է, կոպան եք տանում, պայքար, նախկիների դեմ եւ այլն։ Ամբողջ Երևանի քաղաքապետարանի տենդերները սաղ կոռուպցիոն սխեմա է։ Լրիվ։ Ում հետա էթեմ առևտուրը։ Թողմախի մհեր, մերի տղա Դավիթ, թողմախի մերին հիմա որ գնաս ասես sense կամանը, անես կլացի, կասես ես մարդը օրվա հացին կակայ ասում։ Հաշիվները կալանքի տակա, օրվա հացի բն փող չունի եւ այլն։ Բայց Երևան քաղաքի բոլոր տենդերները շահամա Սիսիի boyfriend, ընկեր Սետրակյան Դավիթը։ Ես էլ եմ ուզում որ այդ Սետրակյան Դավիթի հետ մենք կհանդիպենք Սետրակյան Դավիթի հետ անպայման։ Հələ պիտի ասեմ հələ ասատենամ դու դրան այդ ինչ ձև ես շինում, որի դիտեն սիրահարվելա քո խռի վրան։ Աբաց դու ես չէ ժամանակին նկարել էիր Սետրակյան Դավիթի եւ Սիսիի ինտիմ կապը Հյուսային Պողոտայի կվարտիրաներից մեկում։ Ես գիտեմ չէ որ ունի։ Ու այս ամենի ֆոնի վրա Նիկոլը վախմա Սիսիից։ Վախմա։ Հեսա։ Գումարած Չորնի Գագոյի, Գագիկ Բեգլարյանի տղա, Հրանտոն։ Ինչ տարօրինակ բաներ ստացա։ Միթե թողմախի մայրի տղեն ատենդեր շահ։ Միտեղ Չորնի Գագոյի տղենա, Չորնի Գագոյի տղեն Հրանտոն։ Չկա Սիսիի հետ։ Հələ մեծ խորա Անդո խորացի։ Ինչ թվում է Հրանտոնն էլ է։ Կուկուլալատուման բանամ Սիսին, դե Սիսին սիրում է ոտի մատեր։ Հիմա թեմա ոտի մատերից վերև էլ ինչ էլ սիրում ենք դրա մասին։ Գիտենք, բայց եւ այնպես։ Պեկին նախկին տեղակալ Միքայել Փաշայան, որը հիմա Ռուսաստանի Դաշնության վարչապետի խորհրդականն է։ Մենք Միշուսինի։ Մենք այս բոզի տողը աշխարհի գաղափի տողը վերաբերան նկարը դրել էինք, փաստը դրել էինք, որ փաստորեն ամենահետաքրքիրը, նաև ես ուզում եմ, որ ինձ լսի ԿՊ-ի վարչության կազմը։ Եթե ես մի բառ, տեսեք ինչ եմ ասում, եթե ես մի բառ, այս կողմ, այն կողմ, չափազանցնում եմ, ասում եմ, հորինում եմ, տանում եմ, բերում եմ, ես բոզի տղա եմ։ Այսինքն իմ ամեն մի ասածը, այն որ ես հիմա ասելու եմ, միանշանակ համոզված եմ բազմաթիվ ԿՊ-ականներ սրա մասին գիտեն, թե վարչության կազմից, թե ԿՊ-ի աջակիցներ, թե ԿՊ-ականներ գիտեն։ Ոչ մեկի, եթե որևիցե մեկի համար գաղտնիք հա, ես ուրեմն բան անեմ, լուսաբան եմ։ Սիսի բոզիս տղեն այն կարգիա հաբրգե, այն կարգիա առիթավորվե, որ նախ ես ուզում եմ հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ Սիսին չի հանդիսանում ԿՊ կուսակցության անդամ, ինքը ԿՊ-ից չի։ Իան որ գնաս ասես դու որ կուսակցությունից ես, ինքը ասում է ես անկուսակցական եմ։ Նայեք, մարդը այն կարգի իա առանդամը թափահարած ունի Նիկոլի Նաֆարի ու ԿՊ-ի վրա,
որ մարդը ԿՊ-ով դարել է քաղաքապետ, բայց ինքը ԿՊ չի մտել։ Բացարձակապես։ Ինքը ուր դե նստամ հլնմա, իայն ճորալա բոզելը մարատեդա, այս ոչի մեջ, ժաժատալի ԿՊ-ի վրեն, խապողի տունը կշինեմ ես։ Մարդը քաշմա, թեմա քաշմա անջատվում խոսմա, թե խմամա անջատվում խոսմա, թե այն ինչ-որ կասմա, մարդը ասմա։ Մարդն ասմա, որ ինքը վարչապետ դառնալու բեսամ ախորժակ ունի։ Եվ դրա հետ կապված ակտիվ բանակցությունները վարը ռուսական թևի հետ, որ ռուսները իան բրթեն, դե ռուսներն էլ իշքան անթասի բոզի տղակա դրանց բրթմեն, հետո ասում են Ամերիկան է մեղավոր, այդ նույն Վազգենիքը որ բանն է, Պուտինն է մեղավոր, ըստեղը սրանք են, երկու օր առաջ общественное телевидение ОРТ Российской Федерации поставляет доклад СВР, служба внешней разведки, где написано, что Америка и НАТО, американцы, европейцы, НАТО и так далее, хотят Армению взять свой под контроль. И с Арменией будет то, что Украиной. А почему американцы могут это сделать? Потому что вы, тупые русские, не на того ставите. То для вас Баграт, этот священник, для вас лидер оппозиции. То для вас Роберт Кочарян, пидорац, лидер для оппозиции. Теперь Сиси, мэр города Ереван, для вас более-менее подходит как лидер для оппозиции, человек, который будет распространять влияние Российской Федерации на Армению. Фу! Вот вам Сиси, вот вам Баграт, вот вам Роберт Кочарян. Отсосите у меня, если вам кажется, что вы будете такими людьми, из моих рук убрать победу. И кое-кого поставить в Армении. Не будет. Это я вам обещаю. У эсбози старен. Эсрахпенел гиди. Эдворет ма Դուբայնի, Մուբայնի հանդիպում այդ ռուս չեկիստների հետ բան, Նիկոլացած խնամ, ասմա դուք որ ընձի դնեք, Հայաստան լրիվ, դառնումա Ռուսաստան, մենակ թե դրեք, ու ընգել ռուսը, տուպոյ ռուսը, հույսա կապեմ Սիսի բոզի տղու հետ բուդուշեմ, վայ, ու ինձնեց հետը հասարակ էտիկա ու էսթետիկա, գույցուն չունի կպեի մեջ, հիմա եթե ես մի բար չապազանցեմ, ես լսում են հազարավոր մարդիկ, ովքեր աշխատել են ռազմական ոստիկանությունում, Իսկ լսում են հազարավոր մարդիկ, ովքեր աշխատել են MVD-ում, եթե ես մի բառ ախր սխալ ասեմ, այդ մարդիկ կողից հիմա կասեն, դոկը խափմա, ու դա կազդիմ հեղինակության վրա, հարց եմ տալի ռազմականում աշխատածներ, MVD-ում Գասպարյան Վովայի օրոք, ուժ բան չեմ ասեմ, կարող է գտնվել մեկը ռազմական ոստիկանությունում, դաժե մտքի մեջ, մտքի, չեմ ասեմ բացրածային, մտքում ասել կամ շշուկով, ես ուզում եմ դառնամ, ես եմ ելնելու ռվոպետ, հաջորդ ռվոպետը ես եմ, այտենց բան կարող ելներ, արշա քեզ եմ ասեմ, Արշա, Կիտայ, Բակլաչան, Խազազանը բան մեռելա, բան Ստեփանյան Հայկ եւ այլն, ովքեր որ աշխատել են, Արմեն ունեին, այտենց բան կարող ելներ, Մամայի դլոն կնկարեին ընդունիչ բաշխիչի վրեն, կեշում հետո, իսկ MVD-ում որևիցե մեկը կարող ելներ Գասպարյան Վովայի օրոք, ասել ես ուզում եմ դառնամ մինիստր, 3 րոպե, ես եմ հաջորդ մինիստրը, 3 րոպե հետո, ընդ 30 րոպե, ստե 3 րոպե, 3 րոպե հետո տվյալ մարդու մամայի դլոն կնկարեին 6-ի դարպասների վրեն, Այնքան սրանք չմոբոզի տղա են, գործող կուսակցության լիդերի, վարչապետի օրոք Սիսի բոզիս տղա են, ասում հաջորդը ես եմ, ու Վազգենիքը որ հետ արդեն 10-ով կեն տանմա, որ եթե հանկարծ что-то не так,
Պարլամենտական ընտրությունների փողը կա, արդեն ծծծրել է Երևանը, ամեն ինչը կա, հաջորդ պարլամենտական ընտրություններին վարչապետի տեխնացիա առաջադրվում Սիսին։ Վայ, բա ես ոնց եմ ուզում քեզ այդ ատետենալ։ Ես ոնց եմ ուզում քեզ տենամ ու շոշափեմ։ Ես ոնց եմ ուզում քո նման բոզի տղուն ծծցնեմ, բարի ամենաբուն իմաստով։ Ուրիշ կերպ չհասկանաք բարի ամենաբուն իմաստով, ես քեզ ծծցնելու եմ բոզից տղա, քեզ ու քո թայֆին։ Ու ամենահետաքրքիրը, անցած հաղորդման ժամանակ, ուր այս աղբիտողությունը, այս մի քանի հաղորդումը մենք ասում ենք, այս անիվ կազմակերպության հետ կապված, որ գմբծրեց պոռնիկի ծնունդը, որ 1 միլիարդ 800 միլիոն դրամ մեկ գնաց Հայաստանի բյուջեից անիվի պարտքերը փակելու, 1 միլիարդ 700 միլիոն դրամ մեկ գնաց, իտոգո 3 միլիարդ ու կես դրամ Սիսի բոզի տղեն հագցրեց անիվը, գմբծրեց, հետո եկավ քաղաքը, իսկի ապարտքերը փակեց պետությունը, ուր գնացին այդ գումարները չգիտեմ, ուշադիր, 1 միլիարդ 700 միլիոնը, հեսա տելեգրամում դնում եմ, փակվել այդ 1 միլիարդ 700 միլիոնից, որից որ տարածքային կառավարման նախարարությունը փոխանցել է անիվի ֆոնդին, փակվել է Սիսիի կողմից վերցրած վարկը։ Ինչ վարկավեկալ է այս կազմակերպությունը, ես չեմ կարող հասկանամ։ Վարկավե ինքը պետական է, ինքը վարկավեկ պետությունից փող ստանում, գնացել է բանկից վարկավեկալ է։ Վարկը գմբծրել է, ու հիմա այդ վարկը փակում է տարածքային կառավարման նախարարության բյուջեից, հələ պլյուս 106 միլիոն էլ ընդեղ է աշխատավարձաբաժանը, բացի այն, որ պետությունը տվել է մի հատ էլ ինքն է 106 միլիոն լափ է աշխատավարձից։ Հələ այսքանից հետո էլ դեռ հələ անիվը 100 միլիոն դամ էլ պարտ կամնամ բանկերին։ Էսի ծծնել չի, էսի մամայի դլոն գմբծնել է։ Ու այս սաղ պարտքերը, որ այս բոզի տղեն նստնում է պետական բյուջեի վրա, սիրելի բիբեսմեններ, դուրս է գալիս ձեզանից, ուրիշ ոչ մեկից թղթերը դրեցի, որ հանկարծ մի հատ պոռնիկի ծնունդ չասի Վարդան Ղուկասյանը մուտիտ կենե, Վարդան Ղուկասյանը քֆուր կուդա, Վարդան Ղուկասյանը քֆուր է տալը, թուղթ ու բտիկը որին կպցրած։ Վարդան Ղուկասյանը չի մտնում պրոստը քֆուր անում։ Վարդան Ղուկասյանը աչոտը տալմա, ու բիդիտա անեմ, որ էսի բոզի տղայա, թուղթ ու թանակը հետևից պիտի այդքան ուղեղ ունենաք, այ աղբեք, որտես խոսում եք, որ Վարդան Ղուկասյանը չափ թղթեր փորփրեք, քտնեք, հանեք, դնեք ու ծծծանեք, ոչ թե մենակ մտնեք, ես գոտիվում էր, բրծավ։ Հասկանում եք, ես դրա համար եմ քֆուրանը, որ 3.5 միլիարդ դրամ հոտը սա ցնդե, բարես ամենաբուն իմաստով, Սիսին կողել է իա ագարկական գադալոն, կամ քաձերի, և այդ փողը պիտի վեկալեն գույքահարկով ձեզանից, սիրելի քաղաքացիներ, մանր բիզնես քեզ բռնաբարելով, որովհետև խոմես բյուջեն մամայա անիծածը անսպար չէ, բյուջեն ունի նախատեսված ծախսեր, ամեն տարվա վերջ, ասիկեմա դեկտեմբերի պետք է նախատեսվի 2025 թվականի բյուջետ, բայց այն ինչ որ մատուցել է Սիսին մի հատ որի ճիճու 1.70 չկա դրա բոյը 1.65 բոյով Հայաստանի Հանրապետությանը սա գմբծրել է։ Սա գմբծրել է եւ այդ ծախսերը, որոնք որ հիմա տարբեր նախարարություններից քերում են ու անիվի պարտքերն են փակում, դաժե հետքներ գնաց է, բայց կիսա դեր գնաց է հետևից։ Իմ թղթերից կարող օգտվի հետքը։ Սա նախատեսված չէ բյուջեով։ Եվ հիմա ում քթերից պիտի գա թափի։ Միկրոբիզնես, միջին բիզնես, հարկատուներ, մանր առևտրականներ, գույքահարկ, սա անսպառ է լինելու։ Սա լինելու է անսպառ։ Սիսի նման բոզից տղեկը շարունակաբար անպատիժ կերպով թալանելու են ու թալանելու են, որովհետև Նիկոլը մարդ չի ուղարկելու ես ղախպի տղու հետևից, որովհետև եթե գնաց ես ղախպի տղու հետևից, ես ղախպի տղեն բերանը բացելու է, բերանը բացելու է ինչով, կորոնավիրուսով, որ հազարավոր մարդկանց գլուխ կերան, դիտավորյալ, բերանը բացելու է 44 օրյա պատերազմով, բերանը բացելու է այս նույն անիվ մալիվ շինթուտվություններ թալանելով, որովհետև խոմիկը մենակ չի կերել,
ինքը ուտում է, վերևին է տալիս է։ Նիկոլը չի կարած ես խաբար չեն, ոս խաբար չես։ $500,000 կաշարք վեկալելով յաշաբոզի տղեն փախավ Ամերիկա։ Այս շավո պորնիկի ծնունդը մեռանք հրապարակելով շինթույլտվություններից կապված կաշակները փակել էր Գերմանիա հետ չէր գալը։ Օպերատիվ համարներով Սաքսիսի յոբրերն ու քազերը ման են գալը հանրապետությունով մեկ։ Ո՞ս խաբար չես։ Էսա Դավթաշենին բանա Միկոյան 64 շենքերը Օղորմի Վարդան Ղուկասյանի անձավորներին խոսած ասես բարձրացանեց զարտան, որ իրանք քծված են։ Եվ այդպես շարունակ։ Այս սովետաշենի ժողովուրդին հենց եկել են քաղաքապետան դեմ միտինգ գնալը իմ բոզի տղեկին էլ հանդիպել են ասում մեկյան հավատացել ենք ընտրել եք քակսկերել եք հավատացել եք հիմա ինչ եք ուզում բա որ հավատացել եք ընկեր սովետաշենի փլատակների մեջ ապրող ժողով խիք հավատում ես ես ասում եմ չէ՞ մի հավատացեք այդ բոզի տղուն ո՞ս կարող եք հավատալ դրան որ օքեյ որ եկեք օքեյ անեմ օքեյին եք հավատացել հիմա այդ թղթերը խփել են դոշերին եկել են լսվել են Երևանի քաղաքապետարան մեզ ինքը չի ընդունում բայց եթե ինքը ձեզ պիտի ընդուներ ինքը ձեզ պիտի շանտեղ դներ ասողին լսողապետ եթե ասեցի մի ընտրեք այս բոզի տղուն մի ընտրեք $644,000 մարդը տվե էլեկտրոմեքենաները արել Երևանի քաղաքապետարանի համար $644,000 այդ սովետաշեն այդ բլաս կանեջ որ սաղը տապրում եք սաղետ բան կտային քվարտիրա կտային մի շենքը գցեին 3 հարգանի գիտեք մի չկապրեիք այլ ոչ թե էլեկտրոմոբիլ կառեն 5 օր հետո կտանեն խփեն կջարդեն մորը կշնեն գցեն մի կողմ ու ես վստահ եմ որ եթե նորից իշո մի բանը լինի կգտնվի մի 10-15% ոչխաչ որ կտանորից զեն կտան ինքը եկավ մեր տարնից մեզ ասեց վայ սես պայմաններում ո՞ց եք ապրեմ խերրսպես ոքոլման ոչխարը գնա զեն տա այդ համար եկավ մտավ քոտուն առանց նեղանալու օբյեկտիվ իրենի պետք է կոչել իրենց անունով հիմա վաղը միսոն նորից ընտրությունը լի նորից մի հատ բոզի տաղա գգա կմտնի սովետաշենի փլատակների մեջ կասի վայ սես պայման վիզդե ժիվյոցե իակել կասեն դա ենել կասի օքեյ հեսը բաբան են կալեմ ու կետան ձերը կվեկալին հաջողություն վազգենի քուր ղախպի տղեն ձեզ վար օրինակ կուլտուրական ախոսում ինքը դուք սիրում եք չէ կուլտուրական խոսացողներին իրանք ձեզ կուլտուրական են ծասցնամ Ես տեսա Ռուզաննա Մուսալյանը գրում բադուխի սիսին քվորում ապահովեցիր ես դրա պատասխանը տվել եմ ընկեր Ռուզաննա ինչի ապահովեցի որովհետև ձեր կլոուն բոզիս տղուց երբ որ մենք ուզեցինք մի հատ վարչության պետի պաշտոն նա ասեց ոչ կքվեարկեք ինձ դեմ ես պիտի գամ դառնամ քաղաքապետ ես էլ ասի խերս կերաչ ընկեր Հայկ Մարության եթե դու ինձ չպիտի տաս վարչության վերահսկող վարչության պետի պաշտոն ու գաս նստես քաղաքապետ ու սիսին դառնա քաղաքապետ չնայած որ մենք դեմ ենք ես մի միլիոն անգամ բացատրել եմ իմ էությունը եթե այս ապրանքը իմը չի ուրեմն ոչ մեկին էլ չի բարձ է այդ դրա համար Եվ եթե ինգեր երևանցները մեզ ավելի շատ ձայն տան, այսօր սիսին դե վերընգացը չեր լնի։ Պարզա, տիքին Ռուզաննա։ Իսկ եթե մի անգամ էր ես նման հարց տեսա, ես քեզ արդեն ուրիշ տոնով է կպատասխանեմ։ Քո նման անգրագետին։ Ես այդ հարցը շուտ մի միլիոն անգամ ասել եմ։ Սիսիի մորը ծծծնեմ ես։ Դու կարաս ծծծնես Սիսիի մորը։ Հենց հիմա մտի քո էջի վրա կրիդի Սիսի մամային ծծծնեմ։ Ես ասում եմ Իսկ եթե որևիցե մեկն էլ ասում է էդի պայմանավորված է, որ ինքը իրանց քրվի, այդ որևիցե մեկին ասում հարց չկա, ես քո հետ պատրաստ եմ ընկերությունելու, բայց ես օրը 24 ժամ քո տունուտեղը խլեշելու եմ, համաձայն ես։ Իսկ դու ապահովես։ Ես ապահովեցի, որ քո բոզի տղա Հայկ Մարությանը ասեց չէ, ես եմ քաղաքապետ, խերս կերել ես դու ես։ Այս բոզի տղա կլի դու չես լնի։ Ես մի միլիոն անգամ բացատրել եմ իմ բնավորությունը, մի միլիոն անգամ, իմ էությունը, եթե ես, են ռոբի, բանը, պաստաբանը լսում անձի, ինչ է դրան, մնացել ինչ կռը գլող էր, եթե ես, այդ է նայ վերաբերում է կեզ, ես եթե ասում եմ հարցը լուծել, ու եմ դա պետք է լուծել վարքյանական,
Հարցը պիտի լուծվի վարքյանական, մնաց իմ բնավորությունը լսի, գարդոն։ Եթե ես ձեզանից փող ուզեմ, մող ուզեմ եւ այլն, հա, կարակ խաղեր տակ բան, աղբեր դոգ, բայց ես երբեք որևիցե մի հատ բոզից տղուց, ոչ փող եմ ուզում, ոչ բան։ Իսկ եթե ես ասում եմ մեկի հարցը լուծեք, մի անապահով ընտանիքի, ուրեմն դրա հարցը պետք է լուծել, մաքսիմալ արագ։ Թաղման կլնեք, ծնունդի կլնեք, կնունքի կլնեք, դատական նիստի կլնեք, բոզի կլնեք, թե գյոթի կլնեք, իմ խեռին չի։ Ասում եք հարցը պիտի լուծվի 24 ժամվա ընթացքում։ Չլուծին մամայի դլոն տալու եմ ձեռը։ Ես Նիկոլ չեմ, եթե ես վերցնեմ զանգում եմ մի հատ հրամանատարի, ասում եմ այս հարցը սես պիտի լինի, այդ մարդիկ իմ խասածը գիտեին 24 ժամվա ընթացքում հարցը լուծվում էր։ Ոչ, մամայի բերանը ժաժ էի տալի։ Ընկեր մնաց, լսում ես։ Ու չի կարա գտնվի մեկը, եթե ես ասեմ, որ եղբայր դու ուզում ես դառնաս քաղաքապետ, բոզի տաղա Հայկ Մարության, մի մետր էր քաղաքապետի աթորից հեռու, վարչապետի պաշտոնը տալիս ես ինձ, մի հատ վարչապետ, ասում է չէ, մրցութային է, մարդիկ այդ պաշտոնի ես քազերին են նվեր տալը, շինելու կապակցությամբ, սա եկել է քաղաքական ուժի ղեկավարին, ասում է մրցութային, դե մրցութային ծծի, էնի կդառնա դու չես դառնա, էս է իմ խայսաթը, եթե ես թարսվա վերջացավ, ներում բեկում չկա, մրցութային է, հիմա մրցութային ընկացույցային պողոտա բանը հավաքեմ, դեմ եմ տրանսպորտի թանգացմանը, բոզի տղա մրցութային է, դեմը գնա մրցութային ձեն հավքի, նույն է վերաբերվում եմ Գյումրիի ընտրություններին, հիմիկ վանից գուշացնում եմ, հիմիկ վանից, որ հետո մեկը չասի սենցելավ կամ լեցելավ, ով ընդդիմությունից կհավաքի շատ ձայներ, բնականաբար, քաղաքապետի թեկնածուն պիտի լինի տվյալ դաշտից, բայց միայն կոալիցիոն կառավարություն, միայն, ես եմ երկրորդ տեղով գնում ընդդիմության մեջ, փող քաղաքապետի հաստիկները իմն են, ես եմ գնում առաջի տեղով քաղաքապետով, փող քաղաքապետի հաստիկները են մյուս կոալիցիոն բանին նա կուսակցությանն է։ Հիմիկ բանից, որպեսզի հետագայում մի հատ բոզից տղա, չհայտնվի ասի ընձի պիտի ընտրես քաղաքապետ, բայց դու բնասի մոտ ընդդիմություն խեռս կերել ես։ Ատես պրակտիկա, ընգեշ իմ անն էլ մոռացա, Ռուզաներին չէր, ընգերուհի, ոչ մի տեղ չկա, ոչ մի պետությունում, ոչ մի պարլամենտում, որ պարլամենտում ինչ-որ կուսակցությունները բանան են, մեկի մոտ աշխատեն ընդդիմություն, Վազգենի քուրը, վեկանա քաղաքապետարանը, կոալիցիա, թաղապետել, մաղապետել, վեկանելա, Երևանի մամա բռնաբարը մա, բայց մի հատ վարչապետ է ուզում ասին չէ, բա խերս կերես ես կեզ ոնց եմ բերելու, բանանեմ, նշանակեմ պաշտոնի, ուրեմն կմնա Սիսին, ընտրելա երևացին այդ բոզի տողուն, ուրեմն սո քաշի դարդը, Ակեզի բար, դեմը բոզի տղեն ընկե հուսային պողոտա բանա հավաքեմ, դեմ են տրանսպորտի թանգացմանը, իրոք, տրրեմ ես կմպեմ կեզ, Connected to Galaxy S22 Ultra and Gardens S23 FE. Տանից սրանով զանգեմ, այսքան բացատրում ես ես տուպոյներին, էլի չի մտրում սրանց ուղեղնարը, էլի կմնա մի հատ անասուն կողես մի բան կգրի, ու զորով ասում եմ մտի տուն ծսրա հել ընձի, Բան ես ես պարոն Թադևոսյան, մայոր Ղուգասյան, ընդունեք հաղորդում, Ջանգոյան, Սուրիկ, Գերմանի,
Ջանգոյան Սուրի Գերմանի 19 տարեկան, ծննդյան թիվը չգիտենք, տարիքը 19, Արմավիրի մարզ, գյուղ Ոսկեհատ, ազգությամբ եզդի, ազատվել ապարտադիր զինվորական ծառայությունից կեղծիվանդության փաստաթղթերով $25,000։ Էսի մեկ։ Ուրեմն ես հիմա ձեզ ասում եմ մի ամբողջ ընտանիք, որոնք բոլորը ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, նորից ազգությամբ եզդի։ Գրեք հետևյալ կերպով. Ռուստամ, Զոհրաբ, Ալիկ, այդ իրեքի անունը գրեք, Ռուստամ, Զոհրաբ, Ալիկ։ Հայրանունները Ազիզի, բոլորը, Ազիզի։ Ազգանունը Մաջիթյան, իրեկին էլ, Մաջիթյան։ Ռուստամի կողը գրեք, ծննդյան թիվը 051085, դե բնականաբար արդեն անցել է 27-ը, բայց սա դատախազության համար։ Ուրեմն Ռուստամը 051085 թիվ, Զորաբը Ազիզ Մաջիթյանը 191087 թիվ, իսկ Ալիկը 010995 թիվ։ Սրանք բոլորը Շիրակի զինկոմիսարիատ, բայց հիմա նայեք ամենահետաքրքիրը, եւ Ջանգոյան Սուրիկին, եւ Ազիզին, ներողություն, Ռուստամին, Զորաբին, Ալիկի, այսինքն այս բոլորին բանակից ազատելա միջնորդ նովա եղել, այսինքն 10-ով նովա տարել, Սամվել Ավդոյան, որը աշխատել է նախկին քննիչ, Սամվել Ավդոյան, ազգությամբ եւս եզդի, Արմավիրի մարզ, Ղուրաբազի բնակիչ, Ես մատ գյուղ աղում։ Ինչի՞։ Ես էլ եմ դժվարանում։ Ղուրաբազի, կամ տես գյուղ կա ինչ, ոչ իմ Արմավիրի մարզ, դեղ դու կոպերատիվով կհանեք։ Սամվել Ավդոյան նախկին քննիչ, ազգությամբ եզդի, Արմավիրի մարզ, նոր հաճնում ունի սուպերմարկետ, ինչ-որ տես տեղեկություն ա գալի օպերատիվ, $500,000 անոց սուպերմարկետ է, այսինքն այս անձը Սիստեմատիկաբար օգտագործելով իր պաշտոնական դիրքը նախկինում եւ կապերը բանակից ազատել է մի շարք ազգությամբ եզդի ժողովրդի։ Ղուրաբազ, ուղեցին ինձ, Ղուրաբազ գյուղ։ Ղուրարազա, Ղուրաբազա, Ղուրաբազ, Господи։ Ոչ եմ Ղուրաբազ, հա։ Սրանով դուք արդեն բանը փոխանցեք ձեր Ղուրարազ, ներողություն։ Ղուրարազ, քֆուր այսի։ Ասանով արդեն դուք բան արեք, փոխանցեք ձեր ղեկավարությանը, թող աշխատեն այս ուղղությամբ։ Շնորհակալություն ձեզ բարի ծառայություն։ Մի ամբողջ ընտանիք զինվորական դատախազից։ Քո Արմավիրի մարզի զինվորական դատախազը ով է։ Քո Արմավիր ասում եմ, ներողություն, Շիրակի մարզ։ Չի տեսել, վայն կամալ, որ գնացել են անձնական գործերը ստուգելու։ Չի տեսել, որ այս մարդու ընտանիքը, այս Ազիզի, ինչքան տաղա բերել է, սա բանակից ազատվել է։ Չի հասարակ բան էլի։ Վերցնում են անձնական գործեր, քո ածն, անձնական գործերը զինկոմիսարիատը ամեն տարի գնում ստուգում են, չէ։ Ամեն տարի, որ ստուգել են, չեն ասել, լավ, մի տեղ են հիվանդ էր։ Հարց չկա, այս մի տեղ են հիվանդ էր։ Երկրորդն էլ էր հիվանդ։ Լավ, երկրորդն էլ էր հիվանդ, մեկը սմռակ էր, մեկն էլ չգիտեր, շաքարախտ էր, արգանդի մինին գիտեր, բայց մեռնում էր։ Բայց մեկը իրեքն էր հիվանդ։ Այսինքն այս վային կոմին ես երկրորդ բաժնի պետին, պետք արդեն կլոնավորել։ Բաց, դատեն։ Սրանց բոլորին էլ հետը, սրանց բժիշկներին, բոլորին։ Եվ այս ընկերը որ կա, այս Սամվել Ավդոյան, մի հատ էլ հասկանանք, սա ով է, նոր հաճնում սուպերմարկետ, ինչով է բացել սուպերմարկետը, մարդկանց բանակից ազատելով, հա, խտրեմ, նստած են, ինի ա բոզի տղա հեծանիվա քշեմ, բա դուք ինչ եք անում, հիմա հետևից ես
Ջանգոյան Սուրիկը 20 օր առաջ այդ ամուսնացել է։ Այն եկը պիտի 20 օր հետո ամուսնանար։ Էսե 20 օր առաջ ամուսնացել է, բայց ինքը բանակից ազատված է։ Կնի կարեմա դոմփի։ Պրոստինը վեգալեն, վնդարե անեն եւ այլն։ Բայց կիրեմը բխով։ Չեմ ուզում քֆուր տամ, որովհետեւ հիմա կասեն, խնդրեմ, բայց ես դազգին վիրավորում եմ եւ այլն, օքեյ։ Ես սրանց քֆուր չեմ տալի, ինձ ոչ չնեղանան, բայց խոմ դու գիտեք, որ ես իմ ոնց եթե բռնաբարեմ եմ, ձեզ պիտի սովորական երևույթ է, բռնաբարեմ ու բռնաբարեմ, բայց ես անգամ եմ բարի։ Կիրեմը խոդը, կիրեմը բախո, կիրեմը ես, կիրեմը են, վնդարը հերը, բազարը հեր, էտո։ Չկա, ոչ օպերատիվն աշխատը, ոչ օպերատիվն աշխատամ, ում խերն են ուտամ, ես չգիտեմ, դլո։ Ուրեմն իմ ես տնտեսական մասից մի պար շեղվեցինք, նորից վերադառնանք տնտեսական մաս, ես իմ նախընտրական ծրագրում նշել եմ, դա պետք է տեղի ունենա պարտադիր կերպով, Հայաստանի Հանրապետության բանկերի ձեռը մեր ողջ ազգաբնակչությունը ընկել է քաքը։ Քաքը բառիս ամենաբուն իմաստով։ Եվ ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա պետական բանկ, բացի կենտրոնական բանկից, եւս մեկ պետական բանկ, ոնց որ օրինակ Ռուսաստանում, Ռոսելխոզբանկն է, նմանատիպ ինչ-որ մի բանկ, որը որ պիտի լինի բոլոր քաղաքներում, բոլոր մարզերում, եւ այդ պետական բանկը ինքը պետք է սկսել տալ ավանդներ, եւ ավանդ ընդունել, եւ վարկեր տալ, եւ հիպոթեկեր։ Օրինակ, բոլոր այն անձինք, ովքեր ունեն հիպոթեք, այս մարդկանց հիպոթեկը պիտի իջնի։ Հայաստանի Հանրապետությունում հիպոթեկը պիտի լինի 3-ից 7%, պատալոգ։ Այսօր ինչ են անում, ասում են 12% հիպոթեկա, 12-13, գնում ես թղթերով, մղթերով, տռը գմբթս, մեկը դառնում է 19 կամ 15։ Այս վարկը, այս իրավիճակը, սա խայտառակություն է։ Միջինը 3-ի 7%-ի ես գտնում եմ, որ հիպոթեկը միջին տարբերակը, որը որ պիտի լինի 5%, 5%-ից ոչ ավել։ Միացյալ Նահանգներում, Եվրոպայում, բոլոր երկրներում, Եվրոպայի կուզում չի գնանք 2%-ը։ 2%, 2-3, ոչ ավել։ Հայաստանի Հանրապետությունում սա թալան է։ Թալան, բառը ամենաբուն իմաստով։ Եվ ով է մեզ թալանում, լեզուս է չի ֆռում ասել կապիտալիստ։ Սրանք կապիտալիստ չեն, սրանք ֆեոդալ են։ Այս ֆեոդալները։ Եվ այն, ինչ որ ես գրել եմ իմ նախընտրական ծրագրի մեջ, ներքևը ամենավերջում իմ նախընտրական ծրագրի, երբ որ կբաժանվի բուկլետները քաղաքացուն, պիտի գրած լինի չանողը բոզի տղա է, կասկածողը ևս։ Որ հարկադիրը այլևս չի գնալու բանկերին պարտք ունեցող անձանց հետևից։ Այն բանը կատեգորիան, որը որ ես նշել էի, հաշվանդամներ, առաջի, երկրորդ, երրորդ մկարգի, այդ միայնակ թոշակառուներ, մարդու միակ տունը, մարդու միակ մեքենան, ապրուստի միջոցը եւ այլն ենթակա չի լինելու բռնագրավման եւ պետականացման։ Պարտադիր կերպով։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ հիմա ունեն հարկադիր, իրանք ոչ թե պիտի էսկիրակյանք պիտի ամեն օր երազեն, երբ է լինելու ընտրության այդ օրը, որ մենք վազենք ընտրատեղամաս, ձայն տանք դոկուսակցությանը եւ ազատվենք այս բոզի տղա բանկերի տերորից, որը փաթաթված է մեր վզին։ Լսելով այս ամենը իմիջալոց, երբ որ ես ասեցի, որ Դոնալդ Տրամպի նման պետք է գրել ցույց տալ, բան հետ կապված, այդ բանը պլոնկեքը, բալային համակարգը եւ այլն, Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել։ Ասում է 9 բալանոց համակարգը, որով որ 9 բալեր չէ, վարորդներին տվեմ, հենց 9 բալը թմի զրկվում ես վարորդական իրավունքից։ 9 բալը սարքել 13 բալ։ Եվ թե լավություն են անում։ Վարդան Ղուկասյանի ասածը լսան, դες ասում է չեղարկելու եմ բալային համակարգը։ Եկեք 9 բալը սարքենք 13 բալ, որ մեր վարորդները ոչխար գնան մեզից են տան։ Ընտրությունների ժամանակ նամանավանդ գյումրեցիները։ Ես ասում եմ բալային համակարգը չեղարկելու եմ, դες բոզտեղություն չի լինելու։ Ես ասում եմ թե բալային համակարգը բարձրացնենք, շինենք 13 բալ։
հայ բոզի ստղա։ Ասել եմ, բալային համակարգը սիրելի վարորդներ չեղարկվելու է։ Այն վարորդները, որոնք որ զրկված են եղել այդ բալային համակարգով վարորդական իրավունքից, ձեր վարորդական իրավունքը վերականգնվելու է։ Գումարած դրան, նաև շատ մեծ է բողոքները այն անձանցից, որոնք որ գնում են քննություն հանձնելու եզդա, իմենը եզդա, ու եզդայից կտրում են 5 անգամ, 7 անգամ, 8 անգամ, 10 անգամ, մինչև 500,000 դրամ չենքերը եզդան չեն անցնում։ Այո, ես էլ վարորդական իրավունք հանձնելուց մի անգամից չի եղել։ Բայց հիմա լսեք ուշադիր։ Մտցնելու եմ օրենք։ Եթե անձը 4 անգամ, ներողություն չէ, 4 էլ շատ, 3 անգամ կտրվեց եզդայի քննությունից, անձը իրավասություն, ուրեմն դիմումա MVD, MVD-ից ասոբիստը կամ ներքին անվտանգության աշխատողը գալու է այդ օրը նստի այդ նույն մեքենան, վարորդի մեքենան, ելնելու է ինստրուկտորը, միլիցա, ելնելու է քննություն հանձնող անձը եւ ելնելու է ասոբիստը MVD-ի այդ ներքին անվտանգության աշխատակիցը, որը նստելու է հետևը եւ ասի քշեք։ Ու եթե հանկարծ 4-րդն էլ կտրվավ, փորձեց կտրել, այսինքն ես պիտի անել, որ ինքը այդ եզդա ընդունողը հանկարծ խաղեր չտա։ Ու լտենանք այդ անձը, այդ քշողը իրոք վատա քշում, որ 3 անգամ կտրել են, թե պրոստը այս բոզի տղեկը ուզում են փոխքեր են։ Այսինքն 4-րդ եւ եթե վատա քշում, օքեյ, վատ ես քշում տղարջան, խնդիր չկա, դու անցար, գնա սովորի կգաս։ Բայց եթե վատ չի քշում, ուրեմն պիտի ստանա տեղում վարորդական իրավունք։ Այսինքն այս բոզի տղությունը, որը որ այդ բանի տեղերն անում են եզդայի, մարդկա գրում ասում է պարոն Ղուկասյան, 8 անգամ գնում են 8 անգամ կտրում են։ Չի կարա տեցել էլի, շատ հազվագյուտ։ Կին արմատ կարող է, բայց տղամարդը չի կարա տեցելնի։ Այսրա դեմն էլ պիտի այդ առցվի, այս բոզի տղության։ Եվ այս բոզի տղության, բանը պլոնկեքի, պլոնկա ես ուզում, խապի քշիշքան ուզում ես, բացի դիմապակուց, ինչ տիպի պլոնկ ուզում ես շինի Սուզանով։ Դեմը պիտի լինի դադարք, քշի։ Մեկ ընդմիշտ պետք է պլոնկի հարցը փակել, մեկ ընդմիշտ։ Այս բոզի տղությունը ով եկել է իշխանության, պլոնկին շինելա բիզնես թեմա։ Բալային համակարգը սիկտիր անել, ով զրկվել է վարորդական իրավունքից հետաստանալու, արագաչափերը մնալու են, կամերաները մնալու են, բայց կամերաները հոց գծելու համար մարդկանց չեն բռնաբարելու եւ ամենակարևորը էս եզդաների հարցը։ Լսան ես բան եմ ասել, 9 բալը սարքենք 13 բալ։ Հələ բոզդու նայի։ Կաշմար։ Այսինքն, ես ինչ եմ ուզում ասել, որ հիպոթեկի բանը մենք իջեցնելու ենք 5%։ Հայում հիպոթեկը 12%, որ հիմա կա, չպիտի լինի։ Այտենց հիպոթեք չպիտի լինի։ Բանկ ուզում է 12%։ Okay, թողա 12%-ով։ Մենք կողմ ենք, այսպես ասած, մենք բիզնեսը չենք խեղդելու։ Բացվում է կենտրոնական բանկ կամ պետական բանկ, ներողություն, բացում ենք պետական բանկը սկսում է 5%-ով հիպոթեք տալ։ Դե դու գնա մասնավոր բանկ, 12%-ով տուր։ Այն մարդիկ էլ, ովքեր որ արդեն վերցրել են հիպոթեք, վերցում են իրենց հիպոթեկը եւ տեղափոխվում են պետական բանկ։ Դե հիմա գնացեք եւ ժողովրդին թալանեք բոզի տաղեք։ Իսկ Մելատ բանկը արտաքսվելու է Հայաստանի Հանրապետությունից։ Էդ էլ անելու իմ նախընտրական ծրագրի մեջ։ Այդպես որ այն մարդիկ ովքեր որ ցանկանում են ընտրակաշարք վերցնելու փոխարեն այդ 20-50,000 դրամը, սիրելի ազգապնակություն, գնացեք ընտրատեղամաս, գնացեք եւ քվեարկեք եւ դուք կտեսնեք, որ այո, լինում են մարդիկ, լինում են պետական գործիչներ, որոնք որ սիրում են իրենց երկիրը, սիրում են իրենց հայրենիքը, անկախ են, կապված չեն որևիցե մի նախկին ներկա ղախպի տղեկի հետ, քիչ լսեք այդ կուլտուրական ղախպի տղեկի։ Հիմա ուզում եմ մի հատ հատված դնեմ այդ կուլտուրականներից։ Այդ ձեր, այն որ լսում եք այդ կուլտուրականներին, ասում եք դոգը քֆուրա տալը, դոգին չեն կընտրելու, մենք էթան կուլտուրականներին կընտրենք։ Կուլտուրականներն էլ մուտիտ անելով, ծծցնելով մանեն գալի ձեզ։ Ուրա։
Ուրա, այդ կուլտուրականը։ Թրամփը 0 շանս ունի հաղթելու, 0 արվում, բացառվում է դա։ Հարցը մենակ Թրամփը չի հաղթելու։ Ինչքան խայտառակա ինքը պարտվելու։ Իսկ ասեմ ինչի համար է այդ ձեզ մոտ տակ են պահում ամերիկյան հասարակությունը, սա զուտ մասնագիտական է։ Մասնագետ է։ Չի փող չի ֆարա։ Թրամփը չի անցնելու, հաղթելու են դեմոկրատական կուսակցությունը Կամալա Հարիսը։ Խզմալյանն է։ Սա նշանակում է, որ Միացյալ Նահանգների եւ Արևմտյան Եվրոպայի քաղաքականությունը Ուկրաինայի եւ հետեւաբար նաեւ Հայաստանի հանդեպ պահպանվելու է։ Համոզված եմ, որ Թրամփը չի ընտրվելու։ Բոզի տղեր։ Այդ կարծիքին եմ եղել, որ չի ընտրվելու։ Հարգ աշխարհը սպասում է, որ Մյուս բոզի տղեն։ հաղթի, Շիրինյան։ շատ բան կփոխվի, բայց ինձ թվում է, որ չի հաղթի, թող այդ կարծիքն լինի։ Թրամփի նման մեկը կդառնա կհասնի մինչև Էսը չգիտեմ ով է։ Սպիտակ տուն եւ այստեղ հավանականությունն ավելի մեծ է, որ չի հասնի։ Եվ ասում են, այս են տղամարդն, որը բոլոր տեղերից Ամերիկային հետ է խաչում։ Էսը չգիտեմ ով է։ Այս ծրագիրը առաջ ենք տանելու, հավանականությունը Կամալա Հարիսի շատ ավելի մեծ է։ Արի գրազգանք, որ Թրամփը չի անցնի։ Էս էլ մյուսը։ Այն Մուրուկովը։ Ես ազեմ առաջարկում մի բախ լինելու։ Չէ, ես չեմ վիճում քեզ հետ, ես էլ շատ հույս ունեմ։ Ծծեք, քակեք, քակերեք։ Էս էլ ես վերջում ծծեք, քակեք, բայց ամենահետաքրքիրը ամենա Նայի եւ հետեւաբար նաեւ Հայաստանի այս մյուս բոզի տղեն է։ պահպանվելու է։ Մյուսը։ Համոզված եմ, որ Թրամփը չի ընտրվելու։ Համոզված է ինքը։ Կարծիքին եմ եղել։ Այդ կարծիքին է եղել։ Հարգ աշխարհ։ Ու սրանց, այս բոզիս տղեկին, այս ժողովուրդը հավատում է, լսում է, տենը կուլտուրական կաստումա հակե, կուլտուրական է, էլի, կաստումնի է։ Գալստուկա կապեկ են ստելա համոզված եմ, այ բոզի տղա, դու դավալու նստած, էսի դավալու, են մեկը խերիս վրեն, արա դու ինչ գիտես, Ամերիկան Թրամփ կանցնի, թեն կնիգը կանցնի, Վարդան Ղուկասյանը իան մի անգամ թույլ տվեց Ամերիկայի ընտրություններին պրոգնոզ տալ, ասի ով կհաղթի, ով չի հաղթի, արա ջան, այդ ինձ վերաբերվում է։ Դու ես երկրի քաղաքացի ես, ես մի բոզի տղեն էլ են սպիտակ մազերով, ասում եմ, ես չի հաշվարկե, որ սպիտակամորդ, տես ինչ ասում, անգերագետ տղամարդիկ կետան կընտրել Թրամփին, ասում եմ դրանց չէ, որ կետան ընտրել տեղամազ, այ բոզի տղա քեզ լավ անգրագետ, խետ 5 միլիոն մարդ, 5 միլիոն ձայնով ընկեր Թրամփն առաջանգե, Եթե դու 5 միլիոն չես կարողանում հաշվարկել, կամ քեզ նվախատել դու վաբշե հաշվարկես, որ մի հատ ասես անգրագետ, քեզից լավ անգրագետ բոզի տղա, ալի գրազգանք Թրամփը, արա ով եք դուք, who are you, դուք ասկի ձեր երկրում չեք կարում, բան ասեք, դուք գալում եք գերտերության մեջ ասում եք, ով անտրվեմ, ով չի ընտրվեմ, ես դրանց հիշում եք բանը կրուշկա ունի եւ են գրած է Թրամփ դրանից էի սոկ խմեմ սոկ է թե ջուր էի խմեմ ես ինձ թույլ տվել է ով եք դուք կարծիք եք հատնամ չի ընտրվում 0% խայտարակ բա հիմա մեկը չկա Քեզ, վազգենի քուր, բոզի տղա, ասում ես համոզված եմ, բայմա չասեմ 70 անց Թրամփի խերը, դնեն աղջկատ բենի ու կանգատ բենի մեջ, ու չէ լավ քո համոզմունքը, բոզի տղա, հա? Ուրեմն Ադրբեջանը, Վրաստանը, բալետ էին անում Թրամփ, հանրապետականներ, Հայաստանը բալետ են անում դեմոկրատներ, Հարց չկան, ես մեռա ասելով Հայաստանի ամենաճիշտ պահվածքը դա նիտրալիտետ։ Ուզում է Կամալա Հարիս, ուզում է Դոնալդ Թրամփ, ուզում է Մայքլ Ջեքսոն,
Դա ամերիկացի ժողովրդի որոշումն է։ Իմ համար մեկ է։ Հայաստանի Հանրապետությունը ինքը իրավունք չունի քիթը խոթի գերտերության մեջ այս կողմին պատժ կանի կամ են կողմին։ Բա որ այն մի կողմն անցավ։ Հիմա Դոնալդ Տրամփի դեմը տանեն դնեն այս վիդեոում, ասեն խնդրեմ։ Տես, ինչքան Եվրոպա մեջ բոզիս տղեկան, այսպես կոչված նիկոլականներ, բալետ էին անում Կամալա Հարիս։ Քեզի ծսանում էին, Դոնալդ Տրամփը մի մետրից սպիտակ տուն չպիտի տենա։ Այ քեզի բոզիս տղա։ Ես Տրամփի տեղը լեմ է չորկես որ կոմ կսանդրեմ ու կհասնեմ կծծծնեմ Հայաստանին օտի դոր։ Ու պրիտոմ իմանալով, որ խիստ թշնամական հարաբերություններ են դեմոկրատ թեկնածուի եւ հանրապետական թեկնածուի միջև։ Էլ Գյուլին, էլ մահափորձերարին, էլ եսի մինչև, այս մարդը գազազած գալամաս պիտակ տուն։ Դուք այնքան անհերատես, անմակարտակ, անուղեղ, ստախոս, բոզի տղա եք, որ խապելով, ձեզ կուլտուրական բաներ կուտ լծելով ժողովրդի դեմը, երկիրը տանում եք գործանման։ Դուք իրավունք չունեք գերտերության կուսակցություններ իրար ինչքան ուզում եք թող բռնաբարել։ Դուք իրավունք չունեք որևիցե մեկի կողմը պահելու։ Ով ընտրվավ ամենանեյտրալ պատասխանն է, դա ամերիկացի ժողովրդի որոշումն է։ Վերջ, Վարդան Ղուկասյանը վարչապետը գալամ ասում են, իսկ դուք ում եք սատարում, ես կասեմ եղբայր, այդ երկիրի հետ ես ինչ կապ ունեմ։ 350 միլիոն բնակչություն ունի, թողենք որոշեն ով ալը միած նախագահ, ով ընտրվավ դեմոկրատական ճանապարհով, մենք ողջունում ենք, տվյալ անձին, կլինի Կամալա, կլինի Դոնալդ, մեր համար մեկ է։ Սա պիտի լինի պետական ղեկավարի պատասխանը, նեյտրալիտետ։ Դաժե Ադրբեջանը, Վրաստանը, որ Թրամփ էին պատժ կանում, այդ իրանց անձնական իրավունքն է, իրանց սխալը, բա որ այն կնիգնացներ։ Ով է պատասխանը տալու։ Հիմա դրել են բոլոր լրատվամիջոցներով, հեռուստաընկերություններով, այ բոզի տղա Վազգենի քուր, դու հենց մի հատ հելի գնա Դավթաշեն 14 օր այսօր 16 օր կոյուղա ջրեր, քաքա ջրեր, սաղ Դավթաշեն բռնած է թմել, դու դրա հարցը լուծի, պորրիկի ծնունդ, դու տրանսպորտի թանկացման հարցը լուծի, դու մյուսի Երևան է կռը, դու ինչ գործ, ես համոզված եմ, դու իմ խեռը կերել ես քո նավլարով որ դու համոզված ես բոզի տղա ու ես կուլտուրականները վայ դոգը քֆուրա տալեմ կուլտուրական բաներ լսենք խնդրեմ կուլտուրական բաներ լսակ էսենց ես բանը քախ տեխնոլոգնի կուսակցության ղեկավարի վաղնեսը այս նույն թայֆեն Խզմալյան Շիրինյան Վազգենի քուր եւ այլն մտնելու ենք հակական պայքարի մեջ, նույն ձևի, գալու են տես գյոթի հայացքով նայեն ձեզ, կուլտուրական գալստուկ բանկապը, ասեն սկուտը լծեն ձեր նման հավերի դեմը, ասեն կերեք մեզի ձեն տվեք, գնալու եք ձենտակ վերջում թքեք հբլոյի դլոյին։ Նույն ձևի, ինչա Վարդան Ղուկասյանը քֆուր, արա ավելի լավ է, էմոցիոնալ, քֆուր տվող։ Հիմա ավելի լավ է Մանվելը ըլել, Մանվելի նման մեկը ղեկավարել Հայաստանը, քան թե Նիկոլի նման բոզի տղեն։ Այդ տեսեք ինչ եմ ասում։ Ավելի լավ է Վազգեն Սարգսյան մենք ղեկավար ունենային, քան թե Նիկոլի նման բոզի տղա, հարց եմ տալում ձեզ։ Արամ Սարգսյան էս բոզիս տղու առավելությունը, միակ առավելությունը որն է, որ ինքը Վազգենի քուրն է, վերջ, ուրիշ ոչ մի առավելություն, Դաշինելյան լոբի, հոբի, այցեկար, ուր մտնում է Վազգենի քուրն է, Արամ ջան, բայց այս մարդը Վազգենի հետ ոչ մի կապ չունի, այս մարդն ասում է ախպոր սպանությունը բացահայտված է, ով սպանել է լավ արի, ով չուզում քունը միա լավ է, էդ է այս մարդն ասում, ու սրանք գնան ձեն են տալեմ, ձեն Ոչխարի նման Շիրինյան նստել է ես քցել եմ մի հատ պիտի քցեմ էսի մի հատ պիտի քցեմ Telegram կանալ Տրամփը Zero շանս բայց Տրամփը zero շանսով ծածնի ես Տրամփի տեղը լեմ հիմա ես համորը կփոխեմ հազարական ներողություն էլ իմ նման բան չէ քալենթապած հասկացեք ամենուրեք Իշխանության են գալի
այնպիսի ուժեր, կոպիտ ասած, մեր ժողովրդական լեննագանի ձևով քյալ են թափած։ Որտեվ ժողովուրդը արդեն զզվել է այն անձանցից այդ դեմոկրատական արժեքներ, օլիբուլի, փիսիկ-միսիկ եւ այլն, բայց իտոգում թալան, կոռուպցիա, սպանություն եւ այլն։ Նույնն էլ ամերիկացիք հասկացան, որ իրենց պետք է այս մարդը, սես մարդա պետք։ Նա մանավանդ սես մարդ, որը թույլ չտա այլևս այդ Մեքսիկայով բնամտներին, հերիքելա բոլելա։ Մարդ, որը որ բիզնեսին, որին որ դրած խեղտում են, իսկ լացիրակները վայելում են, ասի հերիքելա բոլելա, գնացեք աշխատեք։ Այս պետությունը դա որոշեց, նույն էլ պիտի որոշի հայ ընտրողը։ Այս մուլտուրական այս գալստուկա, որ այս ղախպի տղեկին պետքա սիկտիր անել։ Սիկտիր, սրանց ալևս հավատալու չի, սրանց պետք չի ընդունել եւ հավատալ։ Սրանք ավիրեցին ամեն ինչ։ Չկա մի բնակավար, որ չի ավիրվել։ Ֆուտբոլ, հելան գնացին 8-0, լցին վրեքը եկամ։ Ֆուտբոլային որ խաղը նայում ես, 0-յա։ Որը նայում ես 5-0, 7-0, 8-0, 4-0, 3-0, որ նայում ես, այս հայ ֆուտբոլիստները 0-ից ենքով թիվ չգիտեն։ Վերջ։ 8-0, նոա բոզի տղա, Վարդգես Վարդանյան, ոտիկանի, պորնիկի ծնունդ։ Ես զգուշացրել էի, ընթացքում ընդ երևում է գրում են, տարբեր մարդիկ գրում են, ուզում են նենց անեն, որ ես չծծրեմ։ Ասում են, վա, Չելսին ուժեղ թիմ է։ Այո, Չելսին ուժեղ թիմ է։ Բայց դու գնացեք խաղացել եք երկրորդ սաստավի հետ։ Երկրորդ սաստավն էլ է ուժեղ։ Բա որ ուժեղ է, այդ զանգողներին եմ ասում, ասեմ այդ հիմա նույնն է։ Ոնց որ հիմա ես վեկալ եմ 20 տարեկան, 19-22 տարեկան բաքսորի, տանեմ Թայսոնի հետ բոյ կբնի, Թայսոնը տանի մորմշ, ասեմ Թայսոնը ուժեղ էր, վայ, բա ինչ էիք ուզում, բա որ այդքան բանը գիտեիք, բոզի տղեք, ինչ էիք էթում, ավելի լավ չէր գրանցել տեխնիկական պարտություն, հա ժիրիբյովկով անգե, խռովս անգե, ինչով անգե, ես չգիտեմ, թող գրանցվեր, բան, տեխնիկական պարտություն, Ես էլ որի որ խաղնա գնում են, ծծում են, գալում են, լավ հերիք չի, այ բոզի տղեք, հերիք չի, ընդեղ բերում են մի քանի հայի անուն, Սերգեյ Մուրադյան, Հովանես Համբարձումյան, Գոր Մանվելյան, ընչորդ Էլդեֆրերը, Չինարի, Մինարի, Խռգլող եւ այլն։ Այս 1-2-3 ասում են հայ ֆուտբոլիստների մեղքով եղավ առաջի 2 գոլն, թե մնացածն էլ գնաց ու գնաց։ Իսկ այդ հայ ֆուտբոլիստները, այդ 4 գանդոնի սերունդը, ինչի դա թույլ տվեցին։ Ես ձեզ զգուշացրել էի, որ մի գնացեք եւ մի խաղացեք։ Եթե դուք ձեր ուժերի վրա վստահ չեք։ Նոա ակումբ, այսեն բոզի տղա ակումբն է, որ ասում են եկեք հավաքվենք, խաղաբանով, լավով քննարկենք ֆուտբոլի ֆեդերացիայի հրաժարականի հարցը կամ լինի կամ չլինի։ Դրա համար էի ուզում Վարդգես Վարդանյան, Մելիքբեկյանի հրաժարականի հարցը այդ ձևի ուզում քննարկեի, ղախպի տղա։ Հա? Լավ հերիք չի դուք խաղաք այս ժողովրդի հեղինակության հետ, այ բոզի տղեք։ Ընկեր ֆուտբոլիստներ։ Այս սրանք չեն հասկանում, որ ես Օգնեյ, Չանչարենիչ եւ այլն, Գոնսալա, Սիլվա, սրանք ով են։ Որտեղից եք բերել սրանց։ Ինչ կապ ունի Տոտո, Մոտո եւ այս բոզի տղեկը, որ ունենան բանը ֆուտբոլային թիմ։ Հիմա սրանց բերել են Այս Էլդեր Ֆերեյրա, Նատալիա Օրերա եւ այլն բերել են փեշով մեկ փող ենք տալում, այդ պորտուգալացի ղախպի տղեն է սրանց մարզիչն է, փող ենք տալի, որ դուք գնաք 8-0 կրվեք, գաք բոզի տղեք։ Հա? Ես միշտ վատ տոնով չեմ խոսել բան ֆուտբոլիստների հետ, բայց սրանից հետո ես ձեզ ծծնելու եմ տնով տեղով։ Հերիքելով բոլելով։ Կամ թարգեք ձեր ֆուտբոլը, գնացեք զբաղվեք գիմնաստիկայով կամ ակրոբատիկայով, կամ խաղացեք, կամ գնացեք բանակ։
Հերիք ելավ բոլելավ ձեր նման պորնիկի ծնունդների ման պատճառով, ընկեր Բոզի տղա Սերգեյ Մուրադյան, Ղախպի տղա Հովանես Համբարձումյան, Գոր Մանվելյան, եւ ես աղեց Բոզի տղեկի բանով է պատճառով ես անկատերամ այդ 0 թիվը։ 0-0-ներում ես ձեզ սասնեմ։ Հետո Միակ նորմալ մարդ Եղիշե Մելիքյան, Փյունիկի ոնց հասկացա ղեկավարն է մարզիչն է եւ այլն։ Ես ողջունում եմ Եղիշե Մելիքյանին, ով ունի նորմալ դիրքորոշում, որ ֆուտբոլի ֆեդերացիան պիտի լինի բիզիմդիր։ Ամեն կերպ պատրաստ եմ աջակցելու Եղիշե Մելիքյանին։ Այ քիզի բուզը, ոնց խաղում ես որ յարա։ Մենք ասում ենք ուժեղ թիմը քիք է դեմ խաղում։ Տեխնիկական պարտություն։ Իմ Telegram կանալում տեղադրել եմ 2 գանդոնի լուսանկար։ Հովանեսյան Կարեն եւ Հովանեսյան Հովանես։ Ուրեմն այս անձնավորությունները դրանց լուսանկարները կա, անձինք կարող են մտնել, նայել, վերհիշել։ Սրանք բանը պոտենցիալ գցող են, խարդախներ են, միայն 7 էպիզոդով անցնում է արաբկերի քնչականով, ոչի բան չի անում, ընկեր արգիշտ, երևույթը կիրեմը բխո, ես ոնց հասկանում եմ, ես Հովանեսյան Կարենը և Հովանեսը սիրահետում են կանանց, աղջիկների, չգիտեմ ոնց, կարող այնտեղ բանը վիրտուալ դլոենալım գլգլը իրանց հորն են ցույց տալի ես տեղակ չեմ հա հարգելի կանայք խնդրում ենք ձեզ չսիրահետվել ֆլիրտներ չանել կամ եթե անում եք արեք բայց ձեր անունով մի գնացեք վարկ վերցրեք տոկոսով փող վեկալեք բերեք տվեք ես բոզի տղեկին քծվեք Հետո զանգեք Վարդան Ղուկասյանին, ասեք Վարդան Ղուկասյան մետերեղի, մեզի խափել են։ Վարդան Ղուկասյան ինչ անի։ 7 էպիզոդ արգիշտի արաբկիրի քնչականը դրելա որտակ նստելա, խարդախություն է, մենակը տեյա։ Տարբեր քնչական բաժներում կա։ Մտնում են թրաշով, մրաշով, առնական տղամարդա, նախկինի շուր համակարգի աշխատողա մեկներ եւ այլն, կա լուսանկարը կա, մտեք նայեք։ Եվ այլն Կուտը տալում են լացում են դեմները, ծիծիկը տուտեմ, պուպուլը տուտեմ, բդիկը տուտեմ, տրուսիկը շնչեմ, չգիտեմ, որի թուշը պաչեմ, թևատակը շնչեմ, լզեմ եւ այլն, այդպես բաներ գիտեք։ Սրանք էլ թույլում են, պասպորտը խփում են դոշներին, վազը մտնում են բանկ, վարկը վեկալում տալում են այս բոզից տղեկին, սրանք էլ փողը վեկալում կորում են։ Հետո վեկալում զանգում են Վարդան Ղուկասյան, մե խայտարակեք սրանց, մե պախարակեք։ Սրանք հանցագործներ են, հարց չկա, մենք խայտարակում ենք, պախարակում ենք, բայց դուք ինչ գործ ունեք սրանց հետ, հարգելի կանայք։ Եթե որևիցե մի տղամարդ, որևիցե մի կնոջից փող է ուզում, դա այլևս տղամարդ կոչվելու իրավունք չունի։ Մի հատ կին կա, տատի կա, սիստեմատիկաբար այս կինը ամեն անգամ ոնց հասկանում եմ Միացյալ Նահանգներում ապրում, ամեն անգամ գրում, հենց ընտրությունն ալում, ինչ-որ մի բան ալում, ասում եմ, ես ուզում եմ ձեր հաշվի համարին գումար փոխանցեմ, ես անեմ, են անեմ, մի երկու անգամ զրուցել եմ այդ կնոջ հետ, ասում եմ, տիկին ջան, դուք ով եք, ասում եմ, ես թոշակառուկին եմ, $50 ուզում եմ փող փոխանցեմ, թող հաստատի այդ կինը, դաժե անունը չեմ հիշում, ասել եմ, տիկին ջան, պետք չի, այդ $50 պահեք ձեզ, իրան հարգող ոչ մի տղամարդ, իրեն թույլ չի կարող տալ կնոջից փող ուզել, դա կլինի բերդում նստած, դա կլինի քուչում նստած, որ տղամարդը իա ընկերուհուց, իա քածից, իա չգիտեմ, եւ այլն, ասում անձի փոխտու սիգարետ առնեմ, անձի մի հատ պիվի գրև, կամ պարտքեմ կնիգս հիվանդաս, իրազս, ատեց, ես առհասարակ տանել չեմ կարում նման մարդու, էդի կոչում է հոգով գյոտ, դա ամենասարսափելի երևույթն է, ավելի լավ է այդ կին արմատը շփվի ֆիզիկապես գյոթի հետ, քան թե հոգով գյոթի հետ, որ մի տղամարդը առողջ, մուսկուլի, բիլակվե, հենա, մտեք նկարները նայեք, մալ, ամեն մեկը մի հատ մալ, իա թույլ է տալի կին արմատից փող ուզի,
սիգարետի, բենզինի, չգիտեմ ինչ այդ խեր բժշկի համար վсё բոզի տղայա։ Թող իսներեն դա իմ ազնական կարծիքն է։ Իմ համար մեռնելիք, հա, մենք ասում ենք հանգանակություն, կուսակցությունը դա ուրիշ հարց է։ Կուսակցությունը հանգանակություն, էսի ուրիշ։ Դա բացարձակ ուրիշ, ով կտա, բայց վերցնել հեռախոսը սիրահետել, փող ուզել, վերջում էլ գցել, հəl մի հատ է զանգին ասել պարոն Ղուկասյան Մետերեղի հետ։ Կամ եթե տալիս եք, ինչ եք հետո ուզում հանրայնացնել։ Բայց դուք չգիտեք, որ դες կարող է գցեն։ Ուրա։ Կապած ուրեմն Գյումրիի հետ։ Ինչպես գիտեք, այսօր տեղի ունեցավ Գյումրի քաղաքում հերթական ավականու նիստը, բոլոր այնտեղ Զարթոնք, եթե չեմ սխալվում, ՀՀԿ, Զարթոնք եւ ապրելու երկիր եւ մեկ անկախ ավականի չեն մասնակցել Գյումրվա այսօրվա ԿՊ-ի նիստին, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել տվյալ անձանց, որոնք հավատարիմ են մնացել իրենց դիրքորոշմանը եւ չեն մասնակցել Գյումրիի քաղաքապետարանի կամ ավականու այսօրվա նիստին։ Հաջորդ նիստը տեղի կունենա ավականու ամսի 15-ին Գյումրի քաղաքում եւ ես հուսամ, որ նույն անձինք, նույն ավականիները չեն մասնակցի այդ նույն նիստին եւ Գյումրիին ստիպված կլինի մինչեւ դեկտեմբերի 29 գնալ քաղաքապետի ընտրության։ Ես ունեմ հետևյալ դիրքորոշումը, որ ես ողջունում եմ բոլոր այն անձանց, որոնք ունեն հակաքփական դիրքորոշում։ Երբ որ կհայտարարվի ընտրությունների ստարտը Գյումրի քաղաքում, ես պատրաստ եմ համագործակցել այն ուժերի հետ, որոնց ֆիլտրացիայից հետո ես կհասկանամ ումը կարելի է հանդուրժել, ումը ոչ, որ մասնակցեն ընտրություններին, բայց այն անձինք, ովքեր որ փորձելու են հանդես գալ ընդդիմության անունից եւ խաղեր տալ, նորից եմ կրկնում, ես կթաղեմ։ Ուստի հորդորում եմ խորը մտածել։ Իսկ այս ավականիներին, որոնք որ բոյկոտել են Գյումրիի ավականու այսօրվա նիստը, եւս մեկ անգամ ուզում եմ հայտնել շնորհակալություն, եւ հուսամ, որ ամսի 15-ի նիստը եւս կբոյկոտվի, եւ ամսի 29-ին իմ հաշվարկով այդպես է, միգուցե սխալվում եմ, 29-ը գնում է Կիրակի օր, ամսի 29-ին դեկտեմբերի Գյումրին կգնա ընտրությունների։ Ես պետք է խնդրեմ բոլոր գյումրեցիներին, անկախ իրենց սեռից, մասնագիտությունից, սոցիալական վիճակից, ով ունի ընտրելու եւ ընտրվելու իրավունք, անպայման գնալ ընտրատեղամաս։ Մենք պետք է ԿՊ-ին մաքրենք Գյումրի քաղաքից։ Ես խնդրում եմ Խոպանում գտնվող բոլոր գյումրեցիներին, նամանավանդ Ռուսաստան, Բելարուս, Ղազախստան եւ այլն, եթե դուք չեք գալու Գյումրի, ապա պարտադրել ձեր հարազատներին գնալ ընտրատեղամաս։ Ում ուզում են թողնել, բայց թող գնան եւ ապահովեն քվորում։ Կտրեն Վարդան Ղուկասյան, դիգ ավելի լավ։ Չեն ընտրի, թող էրտան պարտադիր ընտրատեղամաս։ Եվ այն գյումրեցիները, որոնք որ հնարավորություն ունեն գան Գյումրի, համեն նոր տանին կնշեն Գյումրիում, Խոբանում գտնվողները, թող գան հանուն քվեարկության, հանուն Գյումրվա վաղվա օրվա։ Մենք պիտի ապացուցենք գյումրեցոնց եւ Գյումրիով ապացուցենք հայ ժողովրդին, որ ցանկության դեպքում մենք կռնանք ըսոնց, վտարենք Հայաստանից, վտարենք ուղիղ բերտերը։ Ասոնք չպիտի ունենան ոչ մի արևոտ օր իրենց կյանքի մեջ։ Սկսվեց ԿՊ-ի շարժը Գյումրիից, կավարտվի ԿՊ-ի շարժը Գյումրիից։ Այսօր այսքանը, շնորհակալություն, միշտ նոր հանդիպում։